Ջան, էկրան տերում ես։ Թույն է։ Հիմա նայեք ինչ ենք անում, ժողովուրդ ջան։ Ուրեմն տեսեք, մենք գիտենք ոնց event-ներին հետևենք, հա, այսինքն օրինակ K-press-ին հետևենք կամ չգիտեմ K-up, K-down, ոնց հետևենք mouse hover-ին, ոնց հետևենք mouse-ը հանելու եւ այլն։ Այդ երևույթներին արդեն բավականին ծանոթ ենք, հա, էլ անիմաստ չծեծելու համար է թեման։ Հիմա մեզ հակառակ երևույթն է պետք, ժողովուրդ։ Մենք կարացել ենք ստանանք այն, ինչ որ ընդեղ է HTML-ում։ Հա, մենք JavaScript-ից ստացել ենք դա։ Բայց այս տանը նկատենք, որ քայլակայց էս կարացել ենք իրան գտնենք։ Կարացել ենք իրան գտնենք, իրա վրա ինչ-որ event ավելացնենք։ Չէ՞, դες իրա հետ մենք արդեն աշխատել ենք, բայց ժողովուրդ, ես ուզում եմ ինչ-որ մի բան փոխեմ JavaScript-ի, չէ, այսինքն JavaScript-ի կողմից HTML-ում փոփոխություններ կատարեմ։ Հա? Օրինակ եմ ասում, ես հիմա հա, ինչ-որ խնդրի պայմաններից կամ թեկուզ քլիքի ժամանակ, вообще ական չի։ Եթե HTML-ի մեջ ինչ-որ բան դրած, եթե դեռ բառերը գրում ենք դիտել բառական մեջը, թող փոխի այդ լրիվ տեքստը փոխի, թե չէ։ Կարանք տեքստը փոխենք, կարամ ես UL-ը ջնջեմ, տեղը table դնեմ, ես կարամ օրինակ նկարը div-ը ջնջեմ, տեղը նկար դնեմ, ինչ ուզեմ կանեմ։ Այսինքն այն ինչ որ դու HTML-ում սարքել ես, ես JavaScript-ի կողմից, հիմա նայ, լիքը կայքեր կան, օրինակ որ սխմես, չգիտեմ, օրինակ նկարի վրա լրիվ ուրիշ բան է տեղը դառնում։ Հա, երբ որ քլիքի ժամանակ, ինչ որ երևույթի ժամանակ, իհարկե, այսինքն հո անկապ տեղը ես չեմ դնի դες գործողություն անում, չէ՞, ինչ որ իմաստային բնույթ պետք է կրին, չէ՞, օրինակ բաներ կա, չէ՞, կտստում ես տակից ուրիշ բան է բացվում սիրուն։ Օրինակ ոնց է, չէ՞, բան կա, չէ՞, սխմես տակից իր ավելի մանրամասն նկարագրությունն է ունենա, չէ՞, բերում։ Հա, դա բա ոնց անենք ախ։ Բալեր ջան, պետք չէ ինչ որ ձևով ես օրինակ HTML-ում բան ավելացնեմ, դա հո միշտ ընդեղ դրած չի որ ես բանը, չգիտեմ, CSS-ով չենք կարա միշտ այդպես խնդիրներ լուծենք, հա։ Միշտ չի ժողովուրդ ջան, որ CSS-ով այդպես բաները հնարավոր է անել։ Ու մենք դրա համար ստիպված ենք արդեն JavaScript-ին խնդրենք, որ միջամտի, չէ՞։ Հիմա տեսեք, սարքել ենք ինչ-որ ստաբիլ ինչ-որ անկապ կայքա եւ ոչ մի շարժ բացարձակապես մեջ չկա, հա օքեյ, CSS-ով մի երկու հատ hover, մի երկու հատ տուֆտա անիմացիա բանման, օքեյ, հասկացա։ Հա, ինչ-որ բան, դե տրանսֆորմի ունա, որ գրում ես CSS-ում գրում ենք տրանսֆորմ, այդպես բան, ոչ մի երկու փոխում է։ Մենք նույն բանը JavaScript-ով էլ տարբերակ կա, իհարկե։ Մի քիչ ուրիշ ձև է։ Չէ, մի CSS-ի մեջը գրել ենք, բայց JavaScript-ի մեջ ուզում ենք մի քիչ ուրիշ բաներ։ Դա արդեն ուրեմն դու երկու հատ անիմացիա պետք է ունենաս, անիմացիայի անունը փոխես կամ այնտեղ տարբերակներ կա, էլի, որ քլիկի ժամանակ փոխվա, բայց CSS-ով չէ ուզում։ Հնարավոր է, դու CSS-ով պալիբոն պետք է նախապատրաստես ամեն ինչ։ Ադիք բայց հետո նոր բան։ Մենք HTML JavaScript ապրենք, այդ բանը, բայց դնում է CSS, մատաղավակի CSS JavaScript։ CSS JavaScript չի, ինքը ասենց սահուն ընթացքում մի անգամից կհասկանաք ինչա կատարվում, էլի։ Այսինքն հատուկ CSS կլասները ունենք, ժողովուրդ, պատկերացրեք CSS երկու հատի կլաս է սարքել։ Դու ոչ թե JavaScript-ով CSS-ն ես փոխում, այլ HTML-ին ասում ես դու այն ժամանակ S կլասում ներ, հիմի փոխի S կլաս։ Չէ, հիմի բանը, հիմի CSS-ում ասում են գույնը կարմիր է։ Քլիկի ժամանակ գույնը պետք է փոխվի, կլաս, երկու հատ ուրիշ կլաս պետք է ունենաս։ Չէ, այդ ամեն ինչը գրում ենք CSS-ի մեջ։ Կլասները նախորոք իհարկե CSS-ի մեջ են գրում մենք այդ դոկումենտ դրանով մենակ բան ենք անում, HTML CSS-ի մեջն ենք անում։ Դու CSS-ի հետ գործ չես ունենալ փաստացի։ Կա այնտեղ մի հատ կտոր, որը որ դու կարաս հենց իմեննը CSS-ի հատկություն փոխես, բայց եկեք մի հատ հերթով գնանք, բան կանենք, օքեյ։ Գնացինք ժողովուրդ ջան, ուրեմն մի հատ ենթադրենք div ունենք, որի մեջ մի հատ image tag ունեմ։ Այս image-ը կարանք հեսա Google-ից մի հատ image դնենք։ Մեր ունեցածները կան, չէ՞։ Вообще էական չի, ուզում եք դրեք, ունես CSS։ Անիմաց նկարող աղջկան գտի։ Copy image address։ Այսինքն ռեֆեր լիգ ուրիշ է։ Ես ես արսիու։ Ջան։ Ես այդպես անում։ Տարբերություն չկա, հա, ես ինձ չտես։ Հա։ Gripalki down-ը Ինչ էր անում, բալեր ջան, չէր թողում քաշեր, թե
Էդի նշանակում է որ փողով կայք ես մտել ալերջը։ Որը որ իրանք սահման Հայ իհարկե նույն ջեսով կարաս կազմակերպես, բալոց։ Բայց է դրա հլակը հաստեք։ Ժողովուրդ ջան, ես մի հատ հլը տեսնեմ, իմիջը դրեցի։ Ապտիկը ճիշտ են գնացել, իմիջի մեջ է։ Ճիշտ է։ Ու ստուգի, բայց ստուգի տես բացել է, չի բացել։ Ժողովուրդ, ամենալավ ստուգելու ձևը բացել նայելն է։ Ջան։ Էս ինչի է։ Եղել է։ Ահա, գնացինք ժողովուրդ ջան, հələ եկեք տեսնեմ ուր է HTML-ը։ Ժողովուրդ, հեսա մի քանի հատ HTML-ի բաներ են խառը լցնելու։ HTML-ի ուղղ գրած կոդ միանգամից մեր էկրանին արտացոլվում է։ Իսկ JavaScript-ը չի արտացոլվում։ Այսինքն արտացոլվում։ JavaScript-ը տակից աշխատող գործողություն է, որը որ երբեք դու իրան երբեք չես տենում։ Դու բեմի հետևը տենում ես ինքա կատարում, կուլիսներում, չես տենում, չէ՞ երբեք, բայց գիտես չէ՞ ինչ հսկայական աշխատանք է, մարդիկ ընդից դեկորացիաները կրկաշ տանում ես կամ ենքո։ Ոչ մեկ չի տենում, սա այն պուպուշ բաներն են տենում, հա։ HTML-ը դա հենց բեմն է, իսկ JavaScript-ը հենց այդ հետևի բեմի բանվորները։ Էսի մոտ պրոստը նկարը շատ մեծ է, ժողովուրդ ջան, սարքիմ 200 պիքսել, հա։ Եթե ձեր մոտ sense խնդիր չկա, կարող անիմաց չտակ, օքեյ։ Գնացինք։ Ես հիմա HTML CSS-ին շատ ուշադրություն չեմ դարձնելու, ժողովուրդ ջան, այս պահի դրությամբ, հա, որովհետև ինձ համար ավելի կարևոր է այս պահին ես երևույթները բացատրեմ, հա ձեզ։ Okay, ունենք մի հատ HTML-ում image։ Մի հատ կբացենք ժողովուրդ ջան, սովորական p-tag։ P-tag-ին կտանք class, ասենք long text։ Long մեջտեղ գտիկ text։ Ինչ-որ կգրեմ օրինակ երկար տեքստ է, շատ։ Նորեմի եսին ինչ կար է։ Հա, դե չէ, իմ համար զուտ էական չի դրա համար։ Մի հատ էլ input կդնեմ, type-ը կտամ, text, value-ն հիշում եք ինչ էր input-ի։ Ինչ գրեմ ըստե, այնտեղ բանալ։ Ոնշե ոնց է, որտեղ տարերով գրում ալ, તો ինչ պիտի գրես մեջ։ Այդ value-ը input-ը միշտ value-ներ են, չէ՞ ունենում։ Ոչ որը։ Ինչ են ունենում։ Value։ Input-ի բոլոր տեսակը value պարամետր ունի, կարաս տաս, կարաս չտաս դա քո բանն, այլ այսինքն խնդրից դա կախված։ Եկեք image-ինը մի հատ ID տանք profile, օրինակ, չգիտեմ։ Հա։ Գնացինք ժողովուրդ ջան։ Հիմա ինչ ենք անում, հա։ Հա, սա արտակարգ վերջացրեք ժողովուրդ։ Հիմա ինչ ենք անելու։ Հեսա պետք է գնանք, հերթով իրանց հետ աշխատելու ենք։ Հա մոտավոր, այո։ Եկեք լավ բան ես ասում, բարի մի հատ ներքևում button դնենք div-ի տակ։ Ջան։ Button-ը հիշում եք ինչ էր։ Click։ Հա, button-ին է ID տանք, Վալեր ջան, button-ին է տանք ID, բան, click հենց էլ։ Ասես մի բան կտանք, օքեյ։ Click մի կդնենք, լավ, sense կդնենք, click մի կտանք։ Կարող մեջտեղը գցենք, որ էական։ ID click։ Հա։ Էսի իրականում շատ լավ պահ է, որ ես բացատրեմ ձեզ, թե ինչ կկատարվի, եթե օրինակ ես այս script tag-ը այստեղ չդնեմ։ Պատահական չի ժողովուրդ ջան, որ այս script tag-ը JavaScript-ը ես կպցրել եմ ամենավերջում։ Դե բոլոր վերևի եղածները աշխատում։ Եթե էլեմենտները չլինի ու դու փորձես ինչ-որ էլեմենտ գտնես ու իրա վրա ինչ-որ գործողություն կատարես, JavaScript-ում ցես մոտ հավեսով կոնսոլում կարմիրով error է ստանալու, որ undefined-ի վրա ինչ ես ուզում անել։ Հա։ Button-ի մեջ բան չեն գրել։ Հələ որ մի հատ click բառ եմ գրել, որ ահա, եկեք մի հատ վիզուալը բացեմ, տեսնենք ինչա կատարվում։ Այս ինչ է, այս click-ը։
Գնացինք, հոպանա։ Ունենք փաստորեն մի հատ նկար, մի հատ երկար տեքստ, որ pay մեջ է, մի հատ input ունենք default value-ով, չէ՞։ Ու ունենք մի հատ click button։ Okay։ Ահա, հիմա ժողովուրդ ջան։ Եկեք հա, հեսա իսկական իմաստը կհասկանաք JavaScript-ը, այսինքն JavaScript-ի բանը ինչ է, որ մենակ ֆունկցիա ու բան տեսնեիք, էլ։ Ահա։ Եկեք գնանք button-ը գտնենք, ժողովուրդ։ Օգնեք, դորային գտնել button։ Հիմա document, get element by ID, մի հատ ID ունի։ ID ունի մի հատ, click-նի։ Բայց փոփոխականը չվերագրենք, որ հետո Պետք է, բան։ Մենք constant button-ը հավասարենք document get element by ID click։ Հիմա մի հատ գնում ենք console log button, ժողովուրդ, եկեք առանց վրազելու, ես հատ գնում ենք, ես ամբողջ 10-ը ես նվիրելու եմ ես ամբողջը, ամենակարևոր ու հեղաշրջային մասն է այս 10-ը, էլ ինքը շատ հետաքրքիր 10։ Հիմա տեսեք, button-ը գտել ենք, չէ՞։ Ինչի ալերգիան գրեցի միանգամից by ID-ով, որտեղ ուրիշ բան չուներ, մի հատ դուրսը button-էր, մի հատ ID ուներ, չէ՞։ Իմաստն է Վիկտորիա ջան, հետո փոչից կամ query selector-ով անեի վանդականի շորտայի, չէ՞։ Ուղղակի այդ query selector-ը սաղ ակտում դրամով, հետո կարող ես տեսնել։ Query selector-ով երկար բաները, հա, որ երկար, եսի ինչի, մեջի, button-ը գտել է, չէ՞։ Նայեք console log-ի արը, console log-ում տենում եմ լրիվ իմ button։ Հա, button-ը տեսնում եմ, շատ լավ։ Քանի որ button-ը տեսնում եմ, եկեք մի հատ հասկանանք ինչ կլիներ, եթե այս էլեմենտը գոյություն չուներ։ Դուք կարաք չկոմենտեք, մի հատ եկեք նայեք։ Undefined։ Նուլ ներողություն, տեսեք, ես ես շփոթվեցի, նուլ է դա։ Այո, ասում չկա, գոյություն չունի։ Նուլ է։ Եթե այն մեր script-ը կցված չներ ներքևում, այդ դեպքում undefined։ Այսինքն նույնիսկ եթե դուք եկեք այս script-ը բարձրացնենք վերև։ Չէ, այդտեղ undefined կլինի, որտեղ չի գտնի ոչ։ Ոսկե սենց աշխատես։ Չէ, պետք է լինի ու սարսափելի տարբերություն կա։ Բայց ինքը չի խանում վերևացել։ Չէ, ինքը ֆունկցիոնալ բոդի մեջ է գրում։ Հա, չգտավ, չէ։ Okay, չէ, ժողովուրդ, նայեք, ջան, սպասեք, հեսա ցույց կտամ տարբերությունը որն է։ Իհարկե կա։ Button-ը գոյություն ունի, ժողովուրդ։ Կա, չէ։ Բացում ենք HTML-ը, button-ը չկա։ Բայց button-ը կա, չէ՞, որտեղ script-ը աշխատեց Վալեր ջան ավելի շուտ։ Սա button-ը կնկարել ինքը։ Տեսա՞ք որտեղ է, ես այդտեղ շուշկվեցի։ Տարբերությունը այդ բանը էլ արտահայտիչ չէ։ Հիմա նայ, արտահայտիչ կլինի, երբ որ մի հատ error տենանք։ Արի սենց անենք։ Button-ի վրա click event պետք է կախենք, չէ՞։ Add event։ Էլ ոչ կարաք ինձ նայեք, գրեք add event, իսկ նոր մի հատ click կախեք ժողովուրդ ջան, էսի արդեն պետք է նա ըստ մրգենի ձախնացնեն անենք։ Ուղղակի մի հատ հիմա կարանք alert անենք, ենթավոր որ տեսնենք որ մեր button-ի click-ը աշխատում է, այսինքն այս բային գործողությունը իրա շատ կարևոր չի։ Ինչ? Ուղղակի շուտը։ Հա, էական չի։ Հա, ես ինչ եղավ։ Լավ, երբ որ ես script-ը հանում եմ վերև, ի՞նչ է փաստացի ստացվում Գուրգեն ջան, որ դու null-ի վրա ուզեցել ես add event listener-անց։ Հա, ոնց որ գոյություն չունեցող օբյեկտի վրա կետ ինչ-որ մի բան կանչես կամ էականը չի, հա, այսինքն դատարկության վրա ինչ-որ բան է ավելացնում, ի՞նչ է նշանակում դա, հա։ Ժողովուրդ, add event listener գործողությունը, հա, մեթոդը, ֆունկցիա, որպես այդպեսին, աշխատում է մենակ այն դեպքում, երբ որ դուք ունեք էլեմենտ արդեն գտած։ Օթում, չգիտեմ, տիկ ջան, օբյեկտի վրա ես սենց բան չեմ կարա կանչեմ, ուրիշ էլեմենտ կամ ուրիշ բանի վրա ես չեմ կարա, զանգվածի վրա սենց add event listener, պետք է ինքը տենա, որ դու էլեմենտ ես գտել, Վալեր ջան, նոր դու կարանաս բերել add event listener-անց։ Այսինքն մենք կարանք համարենք, որ add event listener-ն ու սենց ֆունկցիաները, որ հետո էլի ենք անցնելու, նրանք աշխատում են մենակ այն պարագայում, երբ որ դու գործ ունես HTML էլեմենտի հետ։ Ինչ է նշանակում Վիկտորիա ջան, մենք JavaScript-ից գործ ունենք HTML էլեմենտի հետ։
Դա այն դեպքն է, երբ ես JavaScript-ով գնացել, գտել եմ, ապրես այդ էլեմենտը, բերել եմ, պայել եմ իմ փոփոխականի մեջ։ Այսինքն ես իտոգում ոչ թե HTML-ն եմ բերել լցրել JavaScript, այլ գտել եմ իր ճանապարհը, այսինքն ուղին դեպի այդ էլեմենտ, հա? Այսինքն ես իրան բերել ու օգտագործել եմ։ Այո, հա։ Շատ լավ։ Հիմա ժողովուրդ միշտ հիշեք, ուրեմն այս HTML-ի ու JavaScript-ի մեջ այդ DOM կոչեցյալը միշտ վերևում այսպես կանգնած է։ Ու սպասում է, Վալեր ջան, ասում է, եթե JavaScript-ն ասում, JavaScript-ը ասում է օրինակ, գիտես ինչ, այսինչ HTML էլեմենտի մեջի տեքստն է ինձ պետք, DOM-ին է դիմում։ Այսինքն ժողովուրդ ջան, ոնց որ սաղ չերես DOM-ը անում։ Հա։ Մի որ JavaScript-ը վերևը գրեցի, DOM-ը վերևը կախված է։ Նկատում ես script-ը։ Հա, script-ը ոչ է։ Դիք որ գրեցինք վերևը։ Ունի դրանից տակ որ ունենանք էլի նույն բանը։ Մի հատ error կստանայր, հետո կարող է աշխատել։ Error կստանայր, մի հատ էլ ինքը կաշխատի։ Կարող է աշխատել, կարող է չաշխատել, error-ի պատճառով, էլի։ Բալուրում մտի փոխեց կոպիանոց, որ ունենայինք այդ երկուսը, նույն բաները ունենայինք, COVID ասած, JavaScript-ն էլ մեջտեղը, այդ կապով ողալը։ Կգա կասնել, կարտալով կգա կասնել JavaScript-ի։ Նորից կկարդար այդ նույն։ Չէ, դրանից տակ չէ կարտալ։ Դրանից վերևը կարտալ, բայց տակը չէ։ Այսինքն նկատում ես, որ այդ script-ը վերևն է, չէ։ Այդ script-ը, որ երկու հատ div ունես, այդ երկու div-ի մեջտեղ ես գրել։ Մեկը տակ դառնում, մեկը կկարդա, մեկը չի կարդա։ Հա, վերևի նկարանը ես մեն ներքևինը չէ։ Այդ պահին ով եղավ, էդի կաշխատի։ Ինչը վերև կաշխատի, տակը չէ։ Հա, իհարկե։ Հիմա գնացինք ժողովուրդ ջան։ DOM-ը միշտ վերևի մակարդակում կանգնած սպասում է, թե JavaScript-ը ինչ կխնդրի իրան, որ ինքը HTML-ի հետ անի։ JavaScript-ը երբևիցե ուղիղ կապով չի կարա ուղղակի չի կարա աշխատի HTML-ի հետ։ Ինքը կարա մաքսիմում DOM-ին խնդրի, որ DOM-ը ինչ-որ մի բան անի, ու նույնն էլ իրականում HTML-ից։ Հետագայում ես ցույց կտամ, թե HTML-ից ոնց նույն քլիկը կախել ավելի հեշտ։ Հա, HTML-ի վրա էլ կարաս քլիկը կախես, ինչ-որ ֆունկցիա կանչես։ Բայց դա հələ շպիրիձի։ Հիմա գնացինք ժողովուրդ ջան, ինչա մեզ հետաքրքրում։ Օրինակ ձեզ չի հետաքրքրում այն փաստը, որ բա ոնց ստանաս Վալեր ջան, օրինակ այս նկարի URL-ը։ Okay, HTML-ում կա։ Կարող ես JavaScript-ում Վիկտորիա ջան, ուզում եմ այդ հղումը ստանամ։ Ոնց ստանանք։ Վալեր ջան, գտել եմ, չէ՞, պետք է գնամ գտնեմ նկարը, չէ՞։ Հա։ Ասում եմ button ջան, երբ որ քո վրա քլիկ անեմ, հա? Խնդրում եմ, գնա constant image-ը, img, հավասար document query selector, ինչ էի տվեցիք image-ին, վայ ID եմ տվել, կարիքը չկար բանի։ Կարամ գրեմ prost-ը, get element by ID կարամ գրեմ, որտեվ ID էի տվել prost։ Ջան։ Չէ, նայ, document-ով, document-ին ես պետք է խնդրեմ, որ ինքը նախ գտնի իմ նկարը։ Հա, իմ էլեմենտը ես պետք է գտնեմ, Վալեր ջան, թե չէ ինքը չի իմանա ում հետև, ջան։ Հիմա որ լոգանենք։ Console լոգանենք, մեն image tag-ն է բերելու, ոնց որ button-ի դեպքում, ոչ մի առանձնահատուկ բան, եկեք այս alert-ը ջնջենք, որ մեզ անիմաստ չխանգարի, չէ, get element by ID profile, ու console լոգանենք image-ը, տեսնենք console-ում կբերի մեր image-ին, թե չէ։ Դի կլիկ անենք, չէ։ Հոպա, էսի չի ձեր image-ը։ Նայ, բերում։ Չէ, Վալեր չէ։ Ահա, Տիկ ջան, հիմի մենք պետք է image-ի պարամետրերը, հələ մի րոպե։ Ո՞րն էր կոչվում ատրիբուտներ tag-ի։ Իրան փոխում է բանը։ Ատրիբուտը, կարեք հիմա ինձի ատրիբուտ ցույց տալ։ Ո՞րն է օրինակ ատրիբուտը ստեղից։ Pixel-ը։ Ժողովուրդ, ID-ն atribut է։ SRC-ն atribut է։ Любой բան, value-ն atribut է, class-ը atribut է, այսինքն դրանք բոլորը atribut-ներ են, չէ՞, Վալեր ջան։ Ահա, հիմա ժողովուրդ, մենք սովորում ենք ոնց էլեմենտի վրից, հա, էլեմենտի վրայից կարդանք իր ատրիբուտները։ Տիկ ջան, դու կարող ես ուզում A-tag-ը tag-ը, an-tag-ը, image-ը tag-ը, այ ամեն tag ունի իր ատրիբուտները, այսինքն ոնց որ հավելյալ պարամետրեր։ Ապրես, այո, դրանք բոլորը ատրիբուտներ են համարվում։ Հիմա հարգելիներս, image-ը ստացել եմ, ոնց հիմա իր ատրիբուտների հետ աշխատեմ։ Ավելի պարզ, քան երբևիցե կարելի էր Այն կոդը որ կա։ Image get Image get ID։
Всё, մենք ստանալու ենք image ID։ Պարամետրի, ատրիբուտի ճիշտ անունը գրեք, ինքը սիրուն կբերի։ Պրոֆայլ չէ ID։ Անի կոնսոլոգ image չջնջել։ Համի որ այդ Հեսա հերթով կլաս անենք, ինքը կլասի անենք։ Եթե կլաս ունենա, բայց image-ը չունի։ Չէ, հասկացա։ Այդ image get օրինակ նա ուրիշ բան SRC կամ input get ինչ-որ value attribute, ինքը անունը կբերի, տեսքը կբերի։ Արժեքն է բերում, չէ՞։ Չէ, այդ արժեքը ինչ type-ի է պատկանում։ Իմ օրինակ input get type-ը text-ա։ Դրա համար եմ սաղ էլեմենտները գրել, դրա համար եմ սաղ էլեմենտները գրել, որ հերթով որտեվ ամեն մեկը Գուրգենջան իր սպეციფიկ ատրիբուտներն ունի, չէ՞։ Օրինակ հերթով սաղ վեկալելով գնեմ։ Հիմա նայեք։ Վալեր ջան, click անեմ բացի։ Image tag-ը սա ID-ն profile չէր։ SRC-ն էսի չէր։ Իմ դրածը սենցա, ձեր մոտ ուրիշ կլինի, չէ՞։ Իմս այդ բանը, ռեսուրսի միջի ֆոտոյի միջի, էսի միջի։ Ժողովուրդ, ուզում եք։ Հիմա, օքեյ, կարդացինք, չէ՞։ Գնանք հերթով սաղ էլեմենտներինը տպենք նայենք, հետո սկսենք ուրիշ բան անել։ Մի վայրկյան, մենք տեսնենք մեր ուրիշ սևը ոնց է բերելը։ Չնայած ես մի հատ եկեք լավ, image, լավ, ժողովուրդ, sense կանենք, image-ի հետ սաղ հարցերը կպարզենք, կգնանք տեքստերին։ Բայց մեր SRC-ն էլ գիտեք, տենց պապկայով չի բերում։ Մեր SRC-ն էլ է հենց իր կոդը բերում։ Link-ը բերում։ Link-ը, բա ինքը link, նայ, SRC-ի արժեքը ինչ եղավ այստեղ գրած, Վիկտորիա ջան, HTML-ում, ինքը իրանից բաներ չի հորինում։ SRC-ում ինչ տվել է Չէ, սա կա։ նկատում եմ, որ ես այդտեղ HTML-ում իրան պապկից եմ հանել։ Մեկը ինքը անունը չի բերում, մեկը ինքը link-ն է բերում։ Ինքը ամբողջական իր ճանապարհն է բերում, այ։ Այն տալուց եկած ճանապարհը, ոչ թե իմ տված նկարի անունը։ Իհարկե։ Շատ լավ է։ Ինչի համար է սա, ժողովուրդ ջան, որտեվ տեղն էլ բերի, որտեղ չենք քաշել օրինակ։ ինքը չի կարա իմանա։ Այստեղ չի բերում։ Ինչ այո, այլ ուրգեն։ Ժողովուրդ, Ժողովուրդ, պրոֆայլը ID-ն ու SRC-ն ստացել ենք։ Հա։ Խնդիր կա, ուրգեն։ image-ը Կետը գրել ես, կետը դրել ես։ Հա, SRLC տարը։ Վալդոր ջան, կոմոդ ստացվել է։ Ահա։ Տիկ, հմի, ես եմ ու ուզում եմ ախպեր, քլիքի վաղտ նկարը փոխեմ։ Բայց պետք է մի հատ ուրիշ նկարի բաներ ունենանք։ Հենց ID էլ ունենանք։ URL-ը պիտի ունենանք, որ կարողանանք ուրիշ բան։ ուրիշ բանի։ Շատ հեշտ է ժողովուրդ իր այդ աշխատելը։ Վալեր ջան, ուզում ես ID-ն փոխես, գրի image ID-ն։ Չէ՞։ Ինչ կա, գիտեմ։ Այ ոչ չակետի մեջ ես գնում։ Ինչ Վալեր ջան։ Իմը կետը սա չէ։ Հələ եկեք ID-ն փոխեմ, պրոֆայլեր չէ դրած ID։ Եկեք ID-ն փոխենք, չգիտեմ, դնենք տեստ։ Եկը փոխի կդառնա տեստ։ Նայեք, գալիս ենք սկզբից, նկարին նայում ենք։ Չէ։ ID-ն պրոֆայլ։ Եթե JavaScript-ի մեջ պրոֆայլը չփոխես, ինքը չի դիմի։ Ես ինքը արդեն քթե բրծել է։ Բա։ Բայց դու երկրորդ քլիքի ժամանակ չի աշխատի։ Դու image-ը որ կա, դու const image-ին տվել ես պրոֆայլով ID գծի։ Այդ եմ ասում, երկրորդ անգամ որ քլիք անում չի աշխատի։ Ամի որ այնտեղ փոխել ես արդեն, չէ՞։ Որտեղ քլիքից հետո է, նայեք, հələ մի հատ process-ներին ուշադրիր եղեք տողերով։ Նայեք, առաջի անգամ քլիք անելուց, չէ։ Ես JavaScript-ը Նա այստեղ եմ փոխել, գրել եմ image ID-ն, հեսա, գրել եմ image ID-ն, հավասար է տեստ։ Բայց իմը չեղավ։ Չաշխատեց։ Եկեք փորձենք։ Հոպ։ Հա։ Դարավ տեստ, Վալեր ջան, տեսա՞ր։ Ուրեմն ինչ-որ հələ կոնսոլը բացի։ Նայ։ առաջին Ինչ ասում։ Error կարծա։ Asma cannot read properties of null. Ահա, այսինքն ինչ-որ սխալ է։ Reading SRC։ Ինչի։ Image-ը չես գցել։ Եթե էլեմենտ by editor-ը հələ տենա։ Գտել եմ, այնտեղ նորմալ բերել է։ Այստեղ փոխված։ Իմ մոտ նայեք, եթե էսի։ Նայեք, եթե էսի փակեմ, իմ մոտ էսի կա, նայեք։ Բայց նայեք, ահա, ասեք։ Քանի անգամ աշխատել, թեստ արդեն։ Տիկ ջան, անունը հեսա կբացատրեմ, հեսա տեստը փոխվել է։ Բայց HTML-ի մեջ չի փոխվել անունը։ Ինչը։ Այնտեղ նայ
HTML-ի մեջ Ժողովուրդ, ձեր ինքը հո բան չի, Copperfield-ը չի մտնի ձեր ֆայլի մեջ փոփոխություն անի։ Այդքան անում չի կարող։ Ինքը ժողովուրդ ջան, այդ պահին, հələ հա, մի հատ հələ նայ։ Ջան, հեսա փոխվել է, թեստա դա։ Նայ, բացում եմ առաջի անգամ, ինչա գրած պրոֆայլ։ Քլիկ անեմ, ուշադրի նայ պրոֆայլ բարին։ Հոպ։ Լավ։ Առողջ։ Ալը ջան, չլսեցի, ինչ ասեցիր։ Քլիկ արա։ Երբ չեք տեսել, այ Մի գնա նայ դες փոխվել է։ որ JavaScript-ի մեջ փոխեցի թե CSS-ի մեջ մի հատ div ունի test անունով։ Սովորաբար այդ կարծում բերում Ժողովուրդ, տեսեք, այսինքն ինչա կատարում։ Առաջի քլիքի ժամանակ Վալեր ջան, անունը հələ պրոֆայլ է, չէ՞։ Հա։ Ահա։ Եթե անունը պրոֆայլ է, ինքը գտնում է, չէ՞ տիկ։ Շտավ։ Գնաց ID-ն տպեց, SRC-ն տպեց։ Այդ մարդուն ասել ես գնա այդ image-ի ID-ն փոխի տես, այդ մարդը ոչ թե մի անգամ կաշխատի հետևյալ պատճառով, որտեղ հաջող։ Ինքը հերթով կարտավոր իշտում։ Դե նայեք, ժողովուրդ, հիմի առաջի անգամ քլիկ արեցի պրոֆայլից դարավ թեստ, չէ՞։ Հա, Երկրորդ անգամ որ քլիկ անես, գալու է նորից փորձի գտնի պրոֆայլ անունով, պրոֆայլ ID-ով էլեմենտ, հալը ջան ուր դուս գտնի որ տես փոխի անունը։ Է չի աշխատի, չէ՞ Վիկտորիա ջան։ Բայց դեպքում օրինակ ներողություն։ Այստեղ որ էլեմենտների մեջ նայում ես ինսպեկտի ինքը փոխած է։ Հա։ Այստեղ էլեմենտների մեջ փոխում է այնտեղ Ժողովուրդ, այս HTML ֆայլը, որը որ դուք ձեռով գրել եք ու ստենց թողել եք, էսի մի անգամ ինքը վերցնում է, բրաուզերը վերցնում, մնացածը փոփոխությունները կատարում է իր մոտ։ Երբ որ դուք HTML սերվագրի վրա է փոփոխությունները ինքը կատարում։ միշտ հա փոփոխություն կգնի։ Կոպիտ ասած, նա օրիգինալ ունի, նա սևագիր ունի, ջերմնջել ընդեղ։ Ինքը առաջի անգամ, տեսեք, այս ֆայլերը որ դուք գրում տալիս եք JavaScript-ի։ Ինքը բայց մի անգամ արեց, հետո որ դուք edit թարմացնում եք, ինքը նորից կայսա իր Իհարկե, բա որ reload ես անում, ինքը նորից կարդում է քո ֆայլերը։ Բա ո՞նց անենք, որ ինքը հաստատում։ Չի կարող այս բան լինի։ Բա ո՞նց օրինակ ինչ որ real edge-ի վրա, երբ որ օրինակ ինչ որ բանի κλիկ, օրինակ ինչ որ Իրանք էդի տանում են Վիկտորիա ջան, հատուկ պահում են եսին որտեղ, որ երկրորդ անգամ որ դու բացես, գնում են JavaScript-ում ստուգում են, եթե դու հին state ունես պահած, այսինքն հին վիճակ կա քո մոտ։ Օրինակ edge-եր կա, չէ՞, օրինակ այն կողքես բաները, այլ sidebar կոչվածները, որ կարաս փագած պահես, edge-ը reload անես, ինքը նորից հələ փագ է մնում։ Էդի տանում ես առանձին պահում ես, որ հիշես, որ այդ մարդը այն ժամանակից է, թե չէ, ժողովուրդ JavaScript-ը երբեք, բրաուզերը միշտ, հա, 0-ից սկսում է կատարել այս ֆայլերը։ Ինքը չի կարա հիշի, այն վաղտ ինչ արիր, ոնց արիր, չի արիր։ Ամեն անգամ ինքը 0-ից կարդալու է եւ քո HTML ֆայլը, եւ քո CSS ֆայլը, եւ քո JavaScript ֆայլը, հա, այսինքն դրա համար reload-ից հետո ամեն ինչ 0-ից է սկսվում։ Բայց այդ դեպքում ինքը կորցնում է իր Ինչի՞ է կորցնում։ Որովհետև երբ որ չէ, ես մեր օրինակների համար չեմ ասում, ես real edge-ի վրա եմ ասում։ Հա, որ երբ որ մենք իրենք կոնկրետ արժեք ենք փոխել, չէ՞ փոխել նպատակային։ Չէ, նայ, ինչի համար է փոխել։ Քլիքեր արել ինչ որ բանի վրա։ Հա։ Երկրորդ անգամ ես բացել, նորից քլիք արել ու բացես նայես։ Այդ քլիքը եթե բացենք օրինակի համար, այդ քլիքով ենթադրենք, բացենք այլ edge։ Ոչ թե օրինակ անունը փոխենք, այլ քլիքով բացենք այլ edge։ Երբ որ ես օրինակի համար այդ մի անգամը փոխում եմ, բա իրան ո՞նց ասեմ, որ թող միշտ այդպես լինի։ Չես կարող, երբևիցե դու ասես դու միշտ ուտես պետք։ Եթե միշտ ուտես պետք մնար, Վիկտորիան գնա Վիկտորիա ջան, գնա HTML-ի մեջ փոխ։ Այսինքն տես Չէ։ Հիմա reload եք անում, ինքը փոխում է իր արժեքը, նորից բերում է զրոյական վիճակին, որտեղ որ դու ֆայլում գրել ես։ Բայց ես ո՞նց ասեմ, որ դու Հիմա չես կարողանալու երբևիցե։ Իմաստը։ Ինչի՞ իմաստ։ Հիմա նայ, օրինակ արեք սենց բան ասել։ Հիմա։ Չէ, վերջացան։ Վերջացրեցի։ Չէ։ Նայ։ Ահա, հիմա դիպլոմատիկ Տրանսպորտ։ էս page-ը։ Նայ, էսի կտցրեցի, էսի բացես, չէ՞ Վիկտորիա ջան։ Բաց է դա։ Լավ, ես այդ չեմ հասկացել։ Հիմա որ դուք մտաք օրինակ տրանսպորտ
օրինակ, չէ։ Ես մտածում էի, որ դուք երբ որ կլիկ եք անում ու մտնում եք տրանսպորտ, всё, ինքը արդեն բան է, ամեն անգամ որ обновить անեք, պետք է հետքը գլխավոր էջի։ Էդի արդեն ուրիշ պատմություն է։ Այդ էջերի մասը ժողովուրդ լրիվ ուրիշ պատմություն է, հա։ Չէ, Վիկտորիա ջան, այն էջը որ բացել ես, այդ էջում դու մնալու ես reload անելուց, հա։ Բայց այդ մի քանի էջանոց պրոյեկտ սարքել, դա դիմաց լրիվ ուրիշ պատմություն է, հա։ Դա հետ։ Հիմա sense պատկերացրեք, հիմա քլիք եք արել, բանա բացվել։ Էսի հոր reload անելուց հետո դες բացի։ Դե էդի ուրիշ, ես էջի մասով էի հարցնում։ Գուրգեն ջան, քոնը ինչ հարց էր։ Եմի որ այս թեստ փոխեցին, կարող է դարձին թեստ։ Ահա։ Որ այս թեստի տագից մի հատ էլ թեստ ոնց ես իմ item-ը հավասար է այս document Ուրիշ էլեմենտ գտնենք։ Բարի այդեով չէ, հենց այդ թեստին մենք բանանենք, ինքը error կտա։ Մի րոպե։ Նայ, եմի ծառ JavaScript ասա։ Էսի քլիքի ժամանակ է փոխվել։ Հա, քլիքի ժամանակ փոխվա, հա։ Okay։ Իր ID թեստ է։ Okay։ Այս թեստի տագից մա ուրիշ փոփոխական հայտարարենք, կամ լավ է console log-անենք իմիշկետ ID-ն ու ինչ-որ մի փոփոխություն։ Երկրորդ քլիքի ժամանակ։ Երկրորդ քլիքի ժամանակ։ Okay, լրիվ հասկացա։ Եկեք ուրեմն մենք sense օրինակ դիտարկենք։ Առաջի քլիքի ժամանակ արդեն պատկերացրել եմ, չէ՞ բոլորս ինչ սիտուացիա, ժողովուրդ։ Քլիքի ժամանակ, առաջի քլիքի ժամանակ ամեն ինչ իդեալական աշխատում, որտեվ այդ պահին ID-ն հələ profile։ Քլիքի, այսինքն գնում է գտնում է image-ը, գնում է ID-ն փոխում է test։ Երկրորդ անգամ քլիք անեմ, image-ը null է։ Չի գտնում։ Գուրգեն ջան, հասարակ if։ Այսքան որ այս if-երը որ անցնում ենք, այդ ինչի մար։ Ասում ենք եթե հարգելիս դու գտել ես Վալեր ջան այդ image tag-ը, այդ դեպքում նոր կատարի ես հետևյալ գործողությունները, չէ՞ Վիկտորիա ջան։ Եթե չես գտե եղբայր, ուրեմն ես արդեն քեզ փոխել եմ։ Եթե քեզ փոխել եմ, արի հետ փոխեմ։ Ասեմ profile-ը հետ։ Էս էլ ձեզի if է։ Ինչ արեցի, եկեք լեսեն Այսինքն անվերջ գործողություն է պետք։ Հա, սենց ալնելու։ Հա, թողել եմ արել, այսինքն։ Ինչ արեցի Վիկտորիա, ասեցի եթե դու profile անունով image գտել ես, ուրեմն ամեն ինչ okay է։ Հա, ուրեմն ամեն ինչ okay է։ Ասում եմ ախպեր, եթե դուք իրան անդադ ասի գտի, ջնջի, գտի։ Ասել եմ եթե գտել ես profile-ով։ Ասում եմ ուրեմն իր ID-ն դիր տես։ Գտնի test կդարձնի, հետո չի գտնի, կդարձնի profile։ Հետ profile, այսինքն մեկու մեջ քլիքներս կաշխատի ժողովուրդ։ Այսինքն հələ եկեք գնանք ստուգենք։ Արդյոք մեկու մեջ չի ամեն անգամ է փոխելու, նայեք։ Տեսաք մի if else-ը ժողովուրդ, որ դեպքում Վալեր ջան, parza չէ ինչ կատարվում։ Տեսեք քեզ if else ախպեր, հա։ Նայեք, գալիս եմ քլիք եմ անում։ Եկեք բացենք, որ տենանք։ Քլիքի ժամանակ, տիկ ջան, փոխեց test։ Մի հատ է քլիք անեմ, Գուրգեն ջան, փոխեց, բայց չաշխատա մի բան, ժողովուրդ, ինչ դեմ սխալ արել։ Վայ, ժողովուրդ, չեք ասում։ Ես երբ որ ասում եմ դու չկաս, տես բան եմ բաց թող, ասում եմ երբ որ դու չկաս։ Էլ ես ինչ իրավունք ունեի, այստեղ else-ա մտես, նշանակում է image-ը չկա։ Պետք է ասեմ հարգելիս, քանի որ էսի էլ չկա, էսի չկա։ Իրան պետք է ասեմ, օրինակ new image-ը խոսքի հավասար է ոչ թե profile Վալեր ջան, այլ test։ Ու արդեն new image-ի ID փոխել, profile սարքենք։ Չէ՞ որ արդեն դու տես ինչ արեցի, ես փորձեցի Վիկտորիա ջան, իմ իմեցածով գրեմ։ Բայց ես գիտեմ, որ մեկ ունեմ հակառակ դեպք, այսինքն եթե ասում եմ բրատ չես գտել դու այդ ID-ով, ուրեմն ուրիշ ID-ով է, չէ՞։ Ուրեմն ես նորից պետք է դոմին խնդրեմ, որ ինքը գնա գտնի նոր ID-ով արդեն, տես, եթե ես չդիմեմ դոմին, Վալեր ջան, չասեմ, գնա այս անգամ տեստով գտի, ինքը ինչ իմանա ախպեր, ինչի մասին է խոսքը։ Այ հիմա կաշխատի։ Գնանք, նկարի վրա բացենք, չէ՞։ Քլիք ենք անում, տեստա դառնում, մի հատ էլ ենք քլիք անում, profile-ը դառնում, մի հատ էլ ենք քլիք անում, տեստա դառնում, ու սենց շարունակ։ Հա։ Հիմա տեսեք, ID-ն եմ, չէ՞ փոխել։ Եկեք ID-ն ձեռք չտանք։ Հա։ Եկեք խնդիրը մի քիչ փոխենք։ Հա, Գուրգեն ջան, չեղավ մի բան։ Այսի չես ավելացրել։ Այս փոփոխական ամիջը։ Տիկ ջան, parza չէ, ինչի տակից նորից document get element by-ը արի։ Վիկտորիա, ինչի թազա document get element by-ը արի։ Որովհետև ինքը արդեն այն մի անգամ արդեն գտել է ու երկրորդ անգամ չի կարող նորից document։ Այսինքն եթե ինքը profile-ը չի գտել։ Հա։ Ուրեմն ուրիշ է, չէ՞։ Եթե ուրիշ է, պետք է ուրիշ անունով ման գա։ Այդ նույնը ոնց որ ես սա համարի զանգեմ, ախպեր ասեմ, բանը, այն եսի մունտուր, կասի ախպեր, իշ չես։ Գնա ուրիշին զանգեմ։ Հիմա տեսեք, եկեք ժողովուրդ ջան, ոչ թե ID-ն փոխենք, այլ նկարը փոխենք։ Նույն ձևի։ Այսինքն մի հատ կտեսնես, նկարը փոխի, հետո հետ փոխի, փոխի, հետ փոխի, փոխի, հետ փոխի։ Բայց պետք է այդ նկարը փոխելու ժամանակ պետք է թազա URL տանք։ Իհարկե։
Հա? Բավունդ։ Արեք այսինչ անենք։ Կարամ ես միս աղջկան դնեմ, կբռնի համի կոնտեքստիտ։ Copy image address։ Ժողովուրդ, ինչ եմ ասում, ID-ին եկեք ձեր չտամ, հələ այս տողը comment ջնջում ենք ես։ Ասում ենք, եթե image կա, պետք է իր ինչը փոխենք, Նկարը։ չէ՞, Գուրգեն ջան, հղում ենք, չէ՞ պետք փոխում։ Ասում ենք image-ը SRC-ին հավասար է 8000 link-ը դրեցի Գուրգեն ջան։ Հա, դե 8000 link եմ դրել պրոստը։ Հա, image-ը SRC-ին հավասար է link չի ժողովուրդ երթով։ Okay։ Ես copy չեմ արել իմ մոդից link-ը։ Էլի Մոդի link-ը։ Ոնց որ դնում էիր HTML-ում։ Ոնց որ դնում էիր HTML-ում։ Բայց JavaScript-ի մեջ Իհարկե։ JavaScript-ը հո չի գնում այդ նկարը load անում դնում տեղը։ Գուրգեն ջան, ինքը ուղղակի հասցեն է փոխում։ Մնացածը արդեն HTML-ի կգնա կկարդա այդ նկարը։ Մի հատ ինձ էլ ասեք, եթե ես ունեցած նկար եմ ուզում դնեմ, բաստեղ կարամ, HTML-ին կարում էի ասի, գնա այս ինչ բաղկից ես դեպի լրիվությամբ նույն։ Չէ։ Այն լրիվությամբ։ Հաստատ։ Իհարկե։ Image։ Բալա ջան, դու ինչ էիր հարցնում։ Նայ, HTML-ի մեջ ես դրել եմ default նկարը։ Քլիքի ժամանակ իր ջան նկարը պետք է փոխենք։ Չէ։ Հələ մի րոպե էլի։ Մի հատ առաջ մի անցեք, կգնի մի բան։ Չէ, սպասում եմ լուր։ Հիմա logo get email change, այստեղ պետք է լինի logo։ Ահա։ Դե տեսեք, կգնի։ Ուրիշ նկար ես դրել։ Էս եմ դրել։ Okay։ Բայց copy paste եմ արել, որտեղ չէր գրվում այստեղ սրա նման։ Հա, տես չի հուշելու քեզի։ Հուշում չի տալու, իհարկե կլինի։ Բայց մեջ ինչ եք գրել։ Else հələ կարանք comment ենք, ժողովուրդ ջան։ Հələ եկեք else comment ենք, այսինքն մենք ինչ ենք ստուգում։ Բալեր ջան, գնում ենք, ասում ենք հարգելի image, եթե դու գոյություն ունես, չէ, եթե դու գոյություն ունես։ Արիք փոխեմ քո SRC-ին։ Ու ինչ եմ արել։ Else հələ լրիվ comment-ել եմ։ Էս ինչ բաղադրում։ Ինչն եմ բաղադրել։ If-ը չես փակել։ Բայց կա, հեսա if-ը։ Չէ, այդ ինչ։ Ինչը կա։ Սրսին էսը։ Բայց էսը Տակից։ Ջան։ Ժողովուրդ ջան։ Հա, else-ի մեջի մենակ էս։ Բալեր ջան, parza, չէ, ես ուղղակի հələ որ ժամանակավոր փակել եմ։ Error։ Հրամ նկարի URL-ը սխալ է։ Չէ, չի կարս։ Հեսա մի րոպե։ Տեսեք, ժողովուրդ, օրինակ իմ մոտ մի հատ նայեք, հələ ուշադիր, հետո նոր ձեր մոտ փորձեք։ Քրեկի ժամանակ իմ մոտ էս աղջկա նկարը փոխվեց։ Դե որ ասացի չինում լինքով։ Ելնում, անհնար, Վիկտոր է։ Սպասի, ուրիշ սխալ եթե ունես, այդ ուրիշ բան։ Հա, ստացվավ՞դի։ Նայ, էսի լոկ, նայ։ Հա, ո՞նց է սխալ։ Էսի Թե չի աշխատել է, Վալեր ջան, քո մոտ ինչ կա։ Եղավ, տեսար ինչ բուբուշ բան է։ Հա, դիք դարավ։ Դու քո մոտ չդարավ դիք։ Բայց Ինչ։ Լիքիվատ բերում անհետարական։ Դու սխալ ես գրել արել։ նույնն է։ Դե, ուրիշ նկար, չէ՞ դե։ Հա, ուրեմն Կապերավես URL գրքի։ Արագորի URL-ը բացում։ Դե, լեգիտիմ։ Ուստրին դիր։ Չի վերցնում։ Որտե դատա ինչ։ Դի չի բանանում այդ։ Դի կարդել կա։ Դի կա։ Մաչ քիլոմետր կա։
Դա չի։ Всё, ինքն է դիպեշ։ Շատ հավես է։ Հա? Ահա, ժողովուրդ ջան։ Վալեր ջան, все-таки գիտես քել ինչ անենք։ Էսի դեպքում է Նայեք, քանի որ ես ID չեմ փոխի, if-else չեմ ունենա, եկեք ID-ն все-таки փոխենք, հա? Ասենք որ image ջան, համ քո ID-ն եմ ես փոխում, չէ՞ Գուրգեն ջան։ Ասեմ համ ID-դ եմ փոխում, test, չէ՞ Վիկտորիա։ Համ էլ URL-ն եմ փոխում։ Գիտես ինչի սա փոխեցի։ Որ հետո ID-ն ու այդ փոխել։ Որ ես հետո հասկանամ, որ ապրես, որ հետո փոխեմ, այդ if-else-ը աշխատի, չէ՞։ կարանդենանոց է կաշտել։ Անենց ինչ ես։ Image-ը միշտ տնելու է։ Image-ը միշտ կա, հա։ Image ID-ն Վալեր ջան, նորից հետ փոխենք profile ու new image-ի Արդեն new image-ի է սարսին։ այս սարսին հավասար է ու գնացեք ձեր HTML-ում մի գտնվող այս սարսին copy արեք։ Այս սրցա, ասա, էլի։ SRC։ Սրցի ես ասում, ես սրցի եմ գրում։ Գնում եմ։ Ինչ ենք անում Վիկտորիա, գնում ենք, չէ՞, էլսի դեպքում։ Ասում ենք հարգելի դոկումենտ։ Մեզ բեր նորից թեստը, որտեղ profile-ը չգտնվեց։ Ասում եմ okay։ Ասում եմ դե ID-ն փոխի հետ profile։ Ասում եմ okay։ Ասում եմ բացի ID-ն փոխելուց Վալեր ջան, նաև փոխի իր այս սարսին։ Ասում եմ ինչ դնեմ։ Ասում եմ դիր այս URL-ը, այս URL-ը գիտես որը դրեցի Վիկտորիա։ Ինչ որ HTML-ում էի տվել։ Հա? Որ ոնց որ այդ հետ փոխելու process-ը լինի։ Այսա ստեղծությունա փոխում։ Հա, շատ հավես է, ինձ էլ է դուրս։ Բայց այս նկարի պահը հաշտը Հիմա մենք այս նույն process-ը, այս if-else-ի պահը նույնը կարող անենք այս մեր գրած input-ի համար, որ input-ի tag-ը փոխել։ Իհարկե։ Input-ը կարաս number string։ Խոսքի է, օրինակ։ Password-ը չէ, Կամ կոպի բան, text password։ Բայց ինչի եմ հետ չի դնում, բարդ։ Այդ ինչ էր ուրա, այդ հանկապ չի։ Բայց պետք է որ գրել եմ, ինքը Հեսա դրան է կհասնենք։ իրարով display-ը կարող փոխել։ Չէ, տեքստը կարաս օրինակ փոխել, չէ՞։ Pay image-ը գրած տեքստը։ Խոսքի հա, դիք չէ, դիք չէ, մի JavaScript-ի Նայ։ չեն կա display-ը փոխել։ Կարաս, բայց հիմա չեմ Չէ, ասում։ հիմի չէ։ Կարաս։ Հիմի որ կարող նկարի տերը ուրիշ նկարն է, Կարաս։ ձևի ես իր ատրիբուտներից մեկը CSS ատրիբուտներին գտնելը լրիվ ուրիշ պատմություն։ պատմություն։ Հա, հենց կոնկրետ CSS ատրիբուտներ, ջան։ Միանքնա տնավ ինչ եմ խալկրել։ ես գիտում եմ աչքերից։ Դե ինչ փոքր Կարող է նույն նկարներից դրել Վիկտորիա։ Չէ, նայ, ես նորմալ դառնում է, հետ չի գնում։ Ոսը փայ Լավ, է, բացես։ Դրանք փոքր հոձի, նոր չես ասում։ Բայց ինչ է։ Լավ չէ։ Լավ ինչ է։ Իցու տոկոս փոքր ծավալ որ նորմալ տես դեպքում նգա դառնա։ Դա քաշքից մեջը փրկել է, նայ։ Նա դե լոկ կանես։ Հիշում ես այդ շները։ Կանես։ Նայ, գալիս է։ Բանի Այդ ինչ էր ուրա։ Ասում է reading ասում է cannot read properties of null reading SRC։ Լավ նորից պետք է բացես։ Տնային է։ Որը թե կա։ Էսա չէ, էսա։ Էսի նայի, էստեղ նայի։ Այսի Yandex-ի բանը, Այդ գնաս։ բանը, չէ։ Կոնտակտի նկարները, Test։ Ստորնակ այսի գեցների բանը, այսի գեցների Ինչ ID-ն է փոխել, SRC-ն է փոխել։ Ձեր մոտ եղել է։ Հա։ Ինչի՞ Կարող է արել դիխների բանավար։ Մի հատ որ խնդրեմ էսի կոպի կանես, Վիկտորիա մոտ շուտ տարօրինակ խնդիր է տալի։ Ոձիանլից ճիշտ է գրել, ինչպես Կարող կետադրական նշան կա։ Չէ, վերևս հենց էտա նորմալ էր աշխատում, հակառակն է իրոք։ Տեսնեք, եթե հիմա ինչ աշխատում։ Այ, էսի ինչ է ստեղծել։ Դե ստուգենք նոր կոնսոլարը օրինակել, այ դրանց։ Լուրջ։ Դե խնդիր տվեց ու շարունակեց։ Համար չի։ Խնդիր տվեց այդտեղ ու չշարունակեց առաջ։
Հա, բայց console log-ը մենակ մեր համար Էլի մեր չի։ ձեր համար, բայց եթե console log-ի մեջ սխալ բան եք գնում, ժողովուրդ ու error-ա տալ։ Всё, մեկ error-ը մնում է error։ Չէ, նկատեմ console log-ում, դե ինչ գրում ենք, մեր համար ենք, չի գրում։ Ինքը չպիտի չէ, դա ամեն ինչ աշխատացնի։ Որ չաշխատացնի ո՞նց է console log անել։ Աշխատում է դա։ Եթե աշխատող կոդ է, թե ինչի որ աշխատող տեղ ինքը աշխատող կոդ է։ Ուրիշ բան որ դու console ես անում, հետո ջնջում ես Վիկտորիա ջան, որ չմնա դա։ Հա? Ժողովուրդ։ Գիտեի console log-ը մենակ մեր համար է։ Ինչ էի ասում ձեր համար, ձեր համար նկատի ունեմ նրան դա գրեցիր ինչ որ բան console log-ով տեսար, պետք է ջնջես Վիկտորիա ջան, որ դա չմնա։ If-ի մեջ չէ՞ գրել console։ If-ի մեջ չէր, դուսներ։ Հա։ Հա, դրա համար։ Այդ console log-ը մի անգամ անում ես, տենում ես ինչ է ստացած, ջնջում ես մի անգամից։ Որ դուսն է, ինքը թե չէ լրիվ աշխատող կոդ է։ Բան չկա իմ մոդս։ Դե հիմա նայ որ ստեղ էլի Գուրգեն ջան։ Ըստ մի դեպքում image-ը կարա լինի, կարա չէ, մի որ գրած լինի console log։ Հա, Image-ի.src։ Բալեր ջան, գալու է image-ը մի դեպքում գտնելու է, տպելու է, հաջորդ անգամ չկա, չէ՞ պրոֆայլ։ Else-ի մեջ պետք է դեր, չէ՞։ Հա։ Բայց միշտ error-ա տալու էլ չանցնի առաջ։ Ասելու է image-ի վրա src ես կան։ Բայց չի տվել։ Հա, ասելու է 0-ի վրա error, չէ, 0-ի։ Հա, չէ, չգտա։ Բայց չի ասել, կարմիր error։ բան չեմ գտել։ Հենա ասում եմ, նայ։ Երկրորդ անգամ error տվեց։ Ասում եմ չեմ կարող գտնեմ, ախպեր ինչ ասում։ Այսինքն հիմի այս error-ները մի քիչ ուրիշ ձևի են, հա ես պատկերացնում եմ, որ դիտակից բան հայտարարված չի։ Դե գրեթե տես մի բան ասում եմ չեմ կարող կարդամ src attribute 0-ի վրա։ Դες բառացի ասում եմ մարդ։ Okay, ես էլ ջնջեցինք։ Ժողովուրդ, այս մասը պարզ է։ Okay։ Եկեք հիմա մեր խնդիրը փոխենք, եկեք սա ջնջենք, հա, սա ջնջենք։ Ու մեր խնդիրը փոխենք։ Ոնց որ կոպիտ ասած փոք կանք այս բանից, image-ից, հա։ Մեր խնդիրը եկեք շարունակենք ոչ թե image-ի հետ, այլ pay-ի հետ։ Եկեք pay-ի մեջ ունենանք մի հատ span tag, ժողովուրդ ջան, հա։ Եկեք այս երկար տեքստ որ գրել եմ, ես ջնջեմ, հա։ Pay-ի մեջ ունենամ մի հատ span tag, հա։ Span-ի մեջ գրեմ ինչ որ երկար տեքստ, հա։ Այս բանը նորմալ չէ, չէ՞։ Հա։ Ժողովուրդ ջան, ուրեմն տեսեք, այս կլասն էլ է, չէ՞, սովորական ատրիբուտ։ Բայց դու կլասը մի փոճուր առանձնանում է մյուսներից, հեսա բացառության կարգով կնշեմ ինչով։ Որ իրանից շատ կա։ Չէ, իրան չես կարող գրես պրոստը element get class։ Չէ, իրան պետք է Ուրիշ ծրագիր։ Այն բանով բայց մի քիչ երկար բան չէ, պրինցիպը։ Class name-ը պրոստը անում։ Չէ, հա, class name-ը հասկացա։ Class name-ի տեղը այն մյուս բանը չէ։ Այն դատում է query selector։ Չէ, այստեղ հարցը attribute-ը ստանալն է։ Հա, նկատի ունեմ attribute-ը, չես կարող գրես element-ի get class։ Ոնց է գրում նոր get ID։ Չէ, հասկացա։ Որ այդ class-ի name-ի տեղը իրան ինչ որ բանով մեկը պետք է դեպ փոփոխականի հայտարարեն, մեկը իրան փոփոխական դիգրեն։ Այս get բան class-ը փոխել։ Միշտ query selector երկար անում, նրանով կապճանում զուտ է դա տարբերությունը։ Document get query selector, ես only selector-ով գտնեմ իրան, թե class name-ով գտնեմ։ Class name-ով գտնեմ։ Տարբերությունը զուտ չաբանի։ Չափերի։ Հա, դու ես որոշում, որով ուզես, հա։ Այսինքն որ այդ բանը որ ճիշտ գտնես։ Գրում ենք constant paint հավասար է։ Ժողովուրդ, կուզեք գրանք այս p tag-ը, այստեղից copy անենք։ Չէ, հիմա տարբերություն չկա, պրոստը Չէ, բանը query selector-ը մի փոխենք, ավելի լավ class name-ը։ Query selector կամ բանը։ Սենց անեմ տիկ, copy selector-ով։ Որտե՞ղ Գրել եմ document, ID-ն գրել։ query selector, չէ, class եմ ընդ տվել։ Pay-ին class եմ տվել։ Հա? Բալեր ջան, pay-ին class եմ տվել ես։ Եկեք այս մեծ div-ին եմ մի հատ ID տվեք։ ID-ն հավասար է content ենթադրենք, հա։ Ուրեմն ինչ ենք անում, Վիկտորիա ջան, div-ին մի հատ ID ենք տալի, հա, այն մեծ div-ին, որ սա մեջն է։ Span-ը սա դրել ես, չէ՞։ Query selector-ով անենք։ Իհարկե, ոչ տարբերակ չունի, ժողովուրդ։ Մի հատ գիտես get element by ID, մի հատ query selector։ Որով ես անում։ Class ունես ID չկա ստեղ։
Հա, հասկացա, նոր classic classic տարբերակը class-ին։ Էդի ուրիշ բան է ասում, հեսա ցույց կտամ։ Հա, դուք բանի հետ եք, query selector by class-ն, էդի չեմ ես համարը չեմ օգտագործում էդի։ Կասեմ ընթացքում, բայց դրան Просто անում է այդ։ բանա document sense է գրվում, document query ոնց է get element by class-ն է։ By class-ին հա։ Բայց էդի չենք կիրառելու։ Հետո դրան կանրադառնամ կարճ, բայց ինքը իմ համար ես կամ query selector կամ ID, հա։ Ես բանը ինչ բերեց, ժողովուրդ որտեղ է գտնվում մեր pen, գտնվում եմ content-ի մեջ, չէ՞։ Content ID չէ՞։ Չէ, պետք է ասեմ content-ի մեջ, չէ՞, կարամ ես մեծի նշանն է դնում, չէ՞ Վիկտոր։ Կապերovat selector-ը, արագ Եկեք ոչինչ, չէ՞, դուք ինչ է։ Երկաթի բան է։ Հակը բան է։ Ընդ սխալ է բերեք Գուրգեն ջան, միշտ չի ժողովուրդ, որ այդ կապերովացը ճիշտ է բերում։ Ինքը մեկ-մեկ երկար է բերում։ Չէ, իմ մոտ ուրիշ ձև էր բերում։ Հա։ Իմ մոտ օրինակ բերել է content-ը կանչել է, բայց class-ով չի կանչել։ Մեկից պետք է, այս այդ page-ը ջնջին դեպ Իսկ իմ մոտ ուրիշ ձև է բերել։ Բանը բուջի բերել հետո։ Այ ապրես, նոր իմ մոտ էլ էր տես բերել, դրա համար գրեցի ձեռով։ Վալեր ջան, context ID of div-ի մեջ չի long text-ը։ Այտենց է չեմ գրել, query selector-ով։ Համի pen console ենք անում click-ի վաղ։ Հələ գրանք նայենք։ Ասում եմ click-ի վաղ տիկ ջան, պետք է pen log անեի։ Արել է։ Ամբողջ pen-ը span է կար, չէ՞ մեջը Վիկտորը ջան։ Դե span-ն էլ է ցույց տալու։ Ահա։ Հիմա ժողովուրդ, ես ուզում եմ, որ HTML JavaScript-ի միջոցով ստանամ ամբողջ HTML պարունակությունը, ինչը որ P-ի մեջ է։ Գրում եմ P get։ Էս էլ ձեր inner HTML-ը։ Հա, էսի կբերի ամբողջ տարերը, իսկ եթե այն մյուսը անեք, Էլի մենակ կբերի տեքստը։ մենակ մեջի տեքստերը։ Հա, օքեյ։ Նայ, Վալեր ջան, հիմա գնաց մենակ բանը կբերի։ Բայց բերեց սպանը մենակ, բայց արդեն մեկա տեքստային տարբերակով է բերում։ text content մեկ Էսի մենք քանի որ Գուրգեն ջան, inner HTML-ը մարեցինք։ Ինները պետք է ամբողջ։ Inner HTML-ը P-ն է։ Ամբողջը բերում է։ Ինչ կա P-ի մեջ։ Ինքը այնա բերում։ Ոչ թե P-ն էլ հետը։ Վալեր ջան, եթե դու P-ի վրա կանչել ես inner HTML, ինքը իրան չի ներառում Վիկտորը ջան։ Չէ, փոքի։ Պատկերացրինք։ Inner HTML կանչելու համար պարդա դիվը գրել են։ Просто console log-ը անես, ինքը սա Չէ, ժողովուրդ, դենի console log-ը։ Դենի պրոստը ոչի բան։ Console log-ը ջնջելու է։ Հիմա ես կարամ թե իր inner HTML-ի, հեսա inner HTML-ի իմաստը ասեմ։ Ես այդ ինները ուրիշ բան էի պատկերացրել։ Ժողովուրդ, եկեք իրական inner HTML-ի իմաստը բացատրեմ ինչու։ Ես հիմա կարամ inner HTML-ի արժեքը փոխեմ։ Ավես։ Հիմա նա ինչ արեցի դիք։ Դատարկ տեքստ սարքեցի։ Դատարկեցի։ Այսինքն եթե ես հիմա Այսինքն pen կորա։ P-ի մեջին Մեջին է է որը։ Pen չկորը։ Սպանը իր ամբողջ թաշախուստով կոլով գնաց։ Հա? Բայց գնես Հաջա։ դադար չագետը HTML-ի մեջ բան չի նշանակում։ Չի, ինքը ադեսելով ուղղակի հասկանալով, ուղղակի ուզում ես դատարկես։ Հա? Բայց որ գրենք նոր կամ ինչ որ տեղ Չի կարելի։ չկա։ 3, 2, 1 կորավ։ Գնամ, փնտրենք P-ին։ P-ին կա, չէ՞։ Որտեվ Վալեր ջան, դու ինչ էիր ասել, դու P-ին խնդրել էիր, որ իր ներսի պարունակությունը լինի։ Ու կարող նույն ձևը փոխի։ Ապես։ Հա, այսինքն կարա տեղը, հիմա span-ի տեղը, գրի օրինակ b-tag, Մի հատ բան դամբուլ հարց տամ։ գրի text, հաջա։ Կանք բանի JavaScript-ի մեջ։ Սենց է, չէ՞։ Հա։ Հա, կանք JavaScript-ի մեջ բանը, օրինակ P-ի մեջ image tag ավելացնենք։ Այս բանով, էսի։ Հիմա ես b-tag եմ ավելացնում։ Հա, հա։ Նայ, դու նույն ձևի Վիկտորիա ջան, կարաս image tag ավելացնես։ Հա։ Հա, բայց ժողովուրդ ջան, HTML գրելուց, ժողովուրդ, երբ որ գրում եք p-get inner HTML-ը Վալեր ջան, հավասար է ինչ որ tag-ի, չես կարող HTML-ի պես գրես, պետք է որպես text գրես։ Նայ, հակերտերի մեջ են դրել։ Ինքը հետո սա տանում է։ Ընկալում է որպես HTML ու այնտեղ նկարում է։ Գնանք ստուգենք։
Հոպ, bold-ա։ Չէ՞։ Նայ bold text-ը bold արեց։ Չէ՞ Գուրգեն ջան։ Պարզ է։ Շատ հավես։ Հա, այս մասը լրիվ պարզ է։ Inner HTML-ով ժողով ջան։ Inner HTML-ի իմաստը ինչի, Գուրգեն ջան, որ գնաս ուղղակի բերես կոնսոլում տպես։ Իր ասա էֆեկտը, կայֆը նրանում է, որ դու կարաս դատարկես պարունակություն կամ տեղ ուրիշ բան լցնես։ Հա։ Այսինքն inner HTML, հա ջան։ Մի հատ բան, Եր։ մի հատ սպան, չէ՞։ Հա։ Այդ մի հատ սպան, որ այդ page-ի մեջ մի քանի հատ ուրիշ բաներ ունենան։ Okay։ Ու իրան պետք է inner HTML-ը որ հավասարեցնենք ինչ-որ բան։ Իրան մի բան ենք հավասարեցնում, մի քանի բանի չենք հավասարում։ Սաղ ջնջումը։ Հա, այդ մասը հիմա մենք կար backend inner HTML այնտեղ hash ինչ-որ բաներով իրան Դու արդեն մենք ենք ուզում դիք ջնջենք։ Ցավոք սրտի ոչ։ Այս պահին։ Բայց հետո կարաս։ Հա։ Չէ, կարաս, любой էլեմենտ կարաս գտնես շնջես։ Կարաս ասես pay կարաս գնաս, ասես խնդրում եմ գնա քթի մեջի սպանը ջնջի։ Բայց այս inner HTML-ի իմաստն է, որ ամբողջ պարունակության հետ ես դու աշխատում մի անգամից։ Հա։ Որտեղ այն query selector-ը որ գնացինք մի քանի սպանի միջից ամեն երկուսը մենք փոխեցինք, նույնիսկ inner-ով կանած ամեն Ալի pay մեջ երկու հատ սպան ունեն, հա։ Հա դեպալում ջնջել։ Երկուսն է ջնջելու է ժողովուրդ, հա։ Եթե ամբողջն է ջնջում, ուզում եք Երկուսի տեղը մի հատ սպան ա գրելու։ Տենա, նայ, հոպա, տեքստը։ Հմինայի, որ այս query selector-ով մենք pay-ին վերագրեցինք ինչ-որ բան։ Pay inner HTML-ին։ Հա, հմինայի, որ այդ pay-ին վերագրենք, այստեղ կլասով տվել ենք այդ log text, այդ log text-ի միջի սպանին տանք ինչ-որ կլաս։ Չհասկացա։ Հմինայի, այդ երկու հատ սպան ունես, չէ՞ դու։ Հա։ Հմիկե դու pay-ն ես գտել։ Հա։ Այդ սպանին տանք ինչ-որ կլաս կամ Նա ID։ սպանը ներսում HTML ունի։ Այսինքն Սպանի ներսում HTML պարունակություն կա։ Չէ, HTML-ը, տեքստ ամենը։ Հա։ Այդ դեպքում inner HTML-ը իմաստը կորցնում։ Ես կարամ ճիշտ ես Գուրգեն ջան, ես կարամ գնամ ասեմ long text-ի մեջի առաջի սպանը, սպան, որը որ գտնվում է NTH child չէ, կամ մեջի կլասով սպան։ Թեկուս։ Ինքը մեկից ինքը մի հատն է ջնջելու։ Ինքը այդ մի հատի մեջինն է ջնջելու։ Հա, մեջինն է։ Սպանդ մնալու է։ Ոնց որ pay դեպքում էր։ Ինքը այդ գտած էլեմենտի մեջինն է ջնջում։ Այո, ոնց էր, չէ, pay դեպքում որ գրեցի inner HTML հոպես չկորա, պես մնաց։ Հա? Okay։ Հիմա ժողովուրդ, տեսեք, Բալեր ջան, parza։ Okay, հիմա նայեք ինչ ենք անում։ Տեսի, всё, մի անգամ փոխես բրծով։ Եկեք անենց անենք, որ ոչ թե inner HTML-ը փոխվի ժողովուրդ ջան, այլ մեջի տեքստը, այսինքն նայեք, ուշադրեք։ Վիկտորիա ջան, երկու հատ սպան ունեմ։ Երկուսի մեջ առանձին տեքստ է։ Հիմա եկեք գնամ սրան console log-ով, ապրես, console log անեմ նախ, console log-ին խնդրեմ։ Նայեք, հիմա եկեք console log-ով ասեմ pack.inner HTML։ Գնում եմ նայում եմ ժողովուրդ ջան, ինչքան սպան ունեմ, բերել եմ ստեղ ստեղ։ Բայց քլիքանենք։ Երկու հատ սպանն է, երկուսն է բերել։ Հիմա եթե ժողովուրդ ջան, ձեզ պետք է մենակ մեջի տեքստը, գրում եք text content։ Հա, packet text content։ Ինքը սիրուն ակուրատի բերելված է։ Մեջի տեքստը։ Մեջի մենակ տեքստը։ Էլի ինքը ամբողջ տեքստն է փոխել։ Pay-ի միջի։ Փորձենք Գուրգեն ջան, այլ մի անգամից գնանք փոխության։ Ես որ կարծում եմ, ինքը ասում է տեքստերի հետ գործում է, որ ինքը կարող է փոխի, ինքը բերմակելի թե ինչ գրած է դրա մեջ, էլի գա բերմակելի կարող։ Ու կարաս գրես packet text content հավասար ինչ-որ բանի, ինձի որոշը չասի դու փոխեք։ Հեսա փորձենք կապես։ Paid text content, ինչ էր հարցնում Վիկտորիա ջան։ Ես էլ հարցնում եմ, այս դեպքում ավելացնել հնարավոր չի, չէ՞։ Ավելացնել ինչ։ Նայեք, եթե inner HTML-ով լինում էր նախորդի փոխարեն։ Ժողովուրդ inner HTML-ը չի ավելացնում։ Նախորդ inner HTML-ը կամ կարող ջնջի կամ տեղը լրիվ ուրիշ բան դնի։ Հա, inner HTML-ը շատ կոպիտ գործիք է։ Հա, inner HTML-ը շատ կոպիտ գործիք է, բայց text content-ը հիմա ես չգիտեմ ոնց իրան կդրսևոր։ Եկեք գնանք նայենք։ Ուրեմն ուշադիր հետազոտում ենք էլեմենտը, նոր սխմ ենք բաթումին։ Երկու հատ սպանում եմ, երկու հատ HTML-ով, ամեն մեկը իր տեքստով։ Հա, ես ինչ եղա։ Ժողովուրդ ջան, ինքը չի կարող հո այդ երկու սպանը, ինքը պալիբոմ ջնջելու է, չէ՞։ Մեկը փոխելու է կոնտենտը։ Պրոստը։
Ինչն է իրական Երկու սպանի մեջն է։ Ինչն է իրական տարբերությունը, երբ որ մենք գրում ենք, այս պասը շատ երեխեք որպես Այն մի սպանը ջնջել, իմս մի հատ սպանի։ Պեի մեջ է դրել։ նայեք, ինչն է տարբերությունը, շուտ։ Սպաները ջնջես, չէ՞ Գուրգեն ջան դրես։ Մաքրես սպաներից։ Այսինքն Վիկտորիա ջան, այս դեպքում տարբերություն չեղավ text content-ով կանա EST թե inner HTML։ Լրիվ նույն արդյունքն է ստանալու դիք։ Բա հիմա լավ։ Ինտեր մի տարբերություն որ թեգերն էլ հետներ բերում, իսկ ուստեղը առանց թեգերի։ Բացումա բացի console log-ից, բացի այդ տենալու process-ից բացի, վալերջը։ Նա շատ հետաքրքիր նյուանս կա։ Շոտ, երբ որ դուք գրում եք inner HTML ու b tag-ը գրում, ինքը հասկանում էր, որ սա b tag-ը։ Դիք ջան չէր տանում որպես text դնում այնտեղ, չէ՞։ Պալյուբամու շոտ inner HTML-ով կամ text context-ով ինչ տվեցիր, մեջինը սաղ ջնջելու է, ռադանի, թազեն դնի տեղ։ Բայց text content-ը ինքը pay-ն է վերագրում այդ գրածը։ Ջան։ Ինքը սա ջնջում է, այդ pay-ը դա վերագրում։ Դու Աբս։ սպանել։ Հիմա նայ։ Text content-ով չեն կարող բանանել։ Text content-ի ու inner HTML իրական տարբերությունն ենք ում ուզում հասկանալ։ Հիմա նայ, խնդիրը գրված է այս պահին inner HTML-ով։ Վիկտորիա ջան, քլիքի ժամանակ b tag-ը ճանաչելու է, չէ՞, որպես էլեմենտ։ Լավ, որտեվ գրել ես ինչով inner HTML-ով։ Բայց Վալեր այն ջան, չի կարող Եթե ճանաչի որպես եթե B-tag։ մենք նա գրենք text content-ով ու Ինքը որպես փորձենք text հենց կշարունակել էդի։ Ուղղակի ընդունի որպես text։ այո լրիվ նույնն է Էլի inner HTML-ի առավելությունը։ լրիվ նույնը գրում եմ ապրես այսինքն inner HTML այսինքն տիկ ջան եթե դու պետք է ջնջես տեղը պրոստը text գրես օգտագործի text content-ը քեզ inner HTML-ը պետք է չի բայց եթե դու ուզում ես tag-ային փոփոխություններ անես վալեր չա դու այդ դեպքում պետք է օգտագործես inner HTML-ը որ քո մեջի text-ի մեջի գրած b e p table вообще կապ չունի ինչ որ ինքը հասկանա որ դա text-ի մեջ որ ինքը հասկանա որ քո այդ տված text-ի մեջ կան նաև tag-եր որ tag-երին վերաբերվի որպես tag-եր Վիկտորիա ջան text-ին վերաբերվի որպես text ինքը մեզ այս հատվածում զուտ արտակնային փոփոխություն Նայ չհասկացա որ b-ին դա tag-ը որտեվ Վալեր ջան ես իրան ոչ թե տվել էի inner HTML այլ text content inner HTML-ը այս կապակների այս գործողությունից երկուսն է իհարկե լրիվ նույն գործողությունն են անում ջնջում են տեղը դնում են ինչ-որ մի բան բայց տարբերությամբ inner-ը ավելի դուր է պահից է կախված չես կարող դες բան անես այս պահին inner-ը դուր է կարող է ինքը քո համար ավելի ֆունկցիոնալ է բայց ասեմ որ երբեմն պետք իմաստ չունի այսինքն եթե դու պետք է Գուրգեն ջան գործ անես տեքստային բանի հետ այդ իմաստը որն է չգիտեմ գրես inner HTML գրի text content եթե HTML ստրուկտուրայի չէ HTML-ը պետք է փոխվի всё inner HTML բայց ինքը կա այդ պրինցիպի կա Այս բառերն էլ այն մեզ հիշում է իհարկե այնի HTML-ով այնի text-ով Հաջա դրեցինք text content չէ pay inner HTML-ը բերնավի այդ երիտարանք մեգու մեջով այդ սա փոխեմ всё այո Գուրգեն այսօր ինչ ես ռոբանում Ռոբը այսօր Գուրգենը ռոբանում Դիկա հարցեր ես տալիս հա լիքը հարցեր հա ես դրամա եմ ասում որ միշտ ես այ ռոբանում այսօր ինքներով որ ստեղ սովորում եցում ես հաջորդ օրը գա հաջորդ գալիս հարց չսուզած պրինցիպի չէ լավ դստեղ սա հարցերը պետք է ստանալ բաներ ուզում ես հասկանաս դու նայում ես չես հասկացել process-ը եթե այս պահին դուք դասի ընթացքում թեման բացատրելուց չեք հասկանում օքեյ կարա բաներ բաց մնա որ ենթադրենք վիդեոներով կարող է փոխել բայց այդ կարողային պետք է չթողեք եթե ունեք հարցեր պետք է տաք նայել ես ես ուղղակի գիտեմ ընդհանուր է ասում չէ՞ ոնց մահարի պատրվակ օգտագործել եմ ասենք հին դասը ավելի լավ հասկանում ու ասում եք դա 3 օրվա բորշն է ու ասում եք թազա դաս բայց օրինակ դու գալիս ես արդեն ինչ-որ բան գիտես թազա դասից ավելի հետաքրքիր է ոչ իմ համար չէ ես օրինակ խոճոճվում եմ ես խոճոճվում հիմա տես ես օրինակ այս բաների իմաստը հենց կոնկրետ քեզ էլ էի ցույց տալի միջև դաս լրիվ ուրիշ բան էի հասկացել լրիվ ուրիշ բան նույն էս text content-ն ու inner HTML ես որ կարդում եի կամ նայում եի ես մի բան եմ հասկանում մենիկ պետք է տեքստերը գործում ես չէի պատկերացնում ես չէ որ փոխելու ժամանակ ինչ եղավ մեջը ես էլ այդպես չէի պատկերացնում դա հենց այդ է խնդիրը օրինակ ես բայց իմ մոտ ավելի հեշտ է որ դուք եք ասում որտեղ ճիշտով է տպավորվում որ սխալ է տպավորվում հետո փոխելու ուղեղի մեջ ավելի դժվար է
Այդ նույն այն բանը, լեթի ու կոստի տարբերությունն է։ Դուք կոստով եք մեզ տալիս, մենք լեթով տունը սովորածով դժվար է փոխել։ Հիմա նայեք, Ժողովուրդ ջան, մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Ոնց Տիկ ջան, երբ որ ID էինք ուզում վերցնենք, որ հասկանանք Վիկտորիա ջան, օրինակ էլեմենտի ID-ն ինչա, գրում ենք էլեմենտ, չէ, Գուրգեն ջան, get ID։ Հալեր ջան, այս հարցին էինք ուզում, գրում ենք get src։ Ու գրեթե բոլորը հենց այդ ձև է, input-ը type ունի, չէ։ Գրում ենք get type։ Առանց ոչ մի տենց հավելյալ բան, Ժողովուրդ, միակ բացառություն։ value ուներ, այն Get value։ Համ որ ուզում էի type-ին կպնեի համ value-ին։ Կոպի։ Get type, Get get value։ type հավասար ինչ-որ բան, get Get value value։ հավասար ուրիշ բան։ Հա, ոնց ենք համ ID-ն փոխում, համ image-ը էսած։ Չէ, առանձին դրանք առանձին գործողություններ են։ Հա? Ժողովուրդ ջան, նայած այսպես մի հատ բան նայենք։ Մի հատ բացառությունը, որ ստուգենք, դա հետևյալն է։ P get ոչ թե class է, այլ class-ն է։ Հա? Մնացած ատրիբուտները ոնց էր, գրում էիր P get ID, չէ՞։ Հա, ասեմ ինչ է Անունն է այդ փոխվում այնտենց։ զուտ։ Չէ, ասեմ իմ կարծիքով ինչ է այդտենց, որտեղ կլասներինը, որտեղ կլասը հենց լիքը, ասենք նույն կլասից մի քանի հատ կա, իսկ ID-ն մի հատի կա։ Չէ։ Չէ, դե չէ։ Context բերեց ուղղակի։ Ну, ես անկախ անձամբ չգիտեմ ինչն է այս հիմարության արդյունքը, ինչի պետք է հենց կլասը տարբերվի ու class name գրվի, ոչ թե class, իմ համար մի քիչ ապուշություն է։ Вообще իմաստ չկա, բայց հենա ID-ն է գրեի բան, ID name էլի։ Բայց որտեղ ID-ն մի հատի կա, կլասը նույն բանին մի քանի անգամ տալիս է։ Չէ, պետք է ինքը մեկը ամբողջը բերելու է շտարներ։ Ասության վրա։ Հա, ամբողջ կլասները։ Նայեք, Ժողովուրդ ջան, սա այսինքն ինչքան կլաս գրած եղավ, sense հերթով մի տողով բերելու է ինչ տարբերություն իրան։ Ես չի հաթաթա բերում, որ ասեմ օքեյ։ Общий տեքստ է բերում։ Չէ, Հաջող։ հիմի որ նայ նույն հասության վրա մի 3 հատ page ուներ։ Էսի մի էլեմենտի մակարդակով նայի հարցին, ու հենց մի էլեմենտի մակարդակով ես նայում, սա իմաստ։ Հա, բավական։ Չէ, ես Էսի մենք տես մի հատ էլեմենտ ենք գցել, Գուրգեն ջան, մի հատի վրա ենք դասում, չէ՞։ ես կլասնեին PI-ին չի, ես փորձում դիք բանը, որ Չես կարա, որտեղ հարթության վրա մի քանի հատ պեկ կա, այդ մի հատին ես կլաս տվել, չէ, նրանք է կլասում են։ Նրանք է կլասում։ Նրանք է կլասում են։ Вообще անհետեցություն է, սենց ասեմ։ Կողոպի երկուսը։ Հանգստանանք։ Հանգստացեք։ Ոզայդիշնիկ ունենանք։ Հա, ինչա։ Type-C, հա։ Հա։ Ումենք, Էս Բայց iPhone-ը ետ չի տա, որտեղ չգիտեմ, ինչ-որ մի հատ կատացրածը տենց է որոշի բալեր։ Արան ասինք նա ծրագրավորություն ունի, որ հետո Խապել է Վիկտորիա։ Պապաս երբեք չի խապել։ Համի սովորը չսովորը չգի պետք է ամենի։ Չէ, ասել է, որ լավ մասնագետ դառնաս։ Ահա, հանգստացանք։ Չէ։ Հա։ Խնդրում մի րոպե գլուխ չի դիմում։ Բամես ինչ քյալ կա։ Դու դիգասա, որ մենք օգնենք հետո համը հանել ենք։ Ռենջով տանելա հրապարակ մի հատ կրուկ տա է։ Չէ, մենք լավ կազմակերպ։ Ավարտական հանդես կանենք։ Ահա, ես ձմեր պապի շորով կգամ ավարտական։ Ոնց է որ մեր ինչի ամենա փոքրը բալերները ամենաշատը Խնդիր չկա, no problem։ Ցայնագրվում այս ամեն ինչ։ Մենք դեռ թողանք այնտեղ գանք։ Որպես ալոկ։ Ուֆ։ Ոսկե դառնան կարող ինչ ես գործում։ Չէ։ Չէ, լուրջ եմ ասում։ Հա, չէ, ոչ մեկից դուրս չկա։ Ինչի՞ չէ, բայց ինչի՞ չէ։ Դասածում է, չուզում գույն։ Որ ավեջ մեզ դուք կասեն գա։ Չէ, բայց լուրջ էլ ասարım։ Մեզից մի բան դուրս կա։ Հետո չէ, ոնց։ Ոյ չկա։ Ժորժ, ամեն ինչ կախված է ձեզնից։ Դե մինչև հիմա ինչ ես մտածում։ Ուրեմն Սովորող էակները։ եթե սովորող էակներ չլինեին, վաղուց այստեղ չէինք լինի։ Ուրեմն տեսեք, մի հատ հետաքրքիր պատմություն։ Մեր դասարանում կար մի հատ ահավոր շատ բարդ հասկացող երիտասարդ։ Ձեր դասարան նկատում եք ձեր Հա, ուսանողներից։ հա, չէ, բանում դպրոցական տարի։
Նա շատ բարդ հասկացող երիտասարդ, որ բարդ հասկանա, կա բարդ հասկանալ ու կա չհասկանալ այն որ ուղի գծելով, էլի, հա, կոնկրետ։ Ինչ է Մենք որ սերանը։ մեկից է։ Մի տեսեք։ Ուրեմն այստեղ եմ մտածում եմ որ երբեք ոչ մի բանի չի հասնի, բայց արի ու տես, որ այս մարդը այսօր աշխատում է շատ լուրջ կազմակերպությունում ծրագրավորման, բավականին լուրջ գումար է աշխատում, ոնց որ մեր հետևությունները մնաց մեզ։ Շնորհակալություն։ Ինչ որ երբեք, այո։ Ձգտում, միայն ձգտում։ Ինքը մենակ ձգտել է ավոր լուրջ։ Ու ունենք մի հատ վունդերկինդ, այդ վունդերկինդը ասեմ ինչ անում հիմա։ Ոչ մի բան։ Վունդերկինդեր, ինքը հələ ֆիզիկայի դասախոսը դասը չբացատրած, ինքը այո։ Բա հիմա տեսեք ժողովուրդ ջան։ Ուզում հասկանում հիմա որ դպրոցում գերազանց եմ սովորում տակտոմի։ Այդ է կարևորը։ Հիմա տեսեք ժողովուրդ ջան։ Մամա սաբդես մեղավ։ Ուրեմն P-ի ու բանի հետ աշխատեցինք։ Inner HTML text content հասկացել ենք։ ID-ին փոխել գիտենք ոնց փոխենք։ Image-ը src-ին փոխել գիտենք ոնց փոխենք ախր։ Կարանք համ կարդանք, համ փոխենք, չէ՞։ Հիմա մեկ ավելի հետաքրքիր բան։ Եկեք մի քիչ աշխատենք input-ի հետ։ Հա, այն որ կարող ենք գրենք։ Ուրեմն եկեք ուսումնասիրենք մի հատ մեն input-ին։ Input-ը ունի type, ունի value։ Value-ն երբեք value-ն կարա դատարկ մնա, չէ՞։ Պարտադիր չի որ value-ն միշտ value-ի մեջ եթե գրած Բայց value բառը միշտ պետք է գրեինք։ Չէ։ Միշտ չէ։ Հա։ Բայց կգրեմ որ մեր աշկի առաջ լինի ինքը, okay։ Կներկել որ այս թեմերից մեկ դեպի հասնի, չեմ համարում։ Ուրեմն գնացինք constant input-ը։ Դոկումենտով թե ID։ Իհարկե դոկումենտով։ Get element չէ, ասում ենք get element, ինչ ենք տվել սրան։ Եկեք ավելի հետաքրքիր բան, հերիքա լավ, նույն բանը օգտագործենք։ Ուրեմն գնացինք document get element by tag name։ Tag-ի ասում ենք գտնում է էլեմենտը, tag-ի անունը։ Գնես բանը ստեղ input-ին անունը։ Input-ը tag-ի անունը դա image-ն է հենց կամ image-ն է, input-ն է։ Որ լավ հիշում ես, որ input-ի name ենք տալի, չէ՞։ Դա ուրիշ բանի համար է։ Գտնում ենք իրենց։ Դա ուրիշ նպատակ ունի։ Հա? Այս դեպքում Գուրգեն ջան, հիմա նույն ձևի ես pen կարայի գտնեի։ Տես ես այդ դեպքում նորից pen կարամ։ Եթե մի հատ է։ Ահա։ Ասում ես get element by tag name input։ Log input։ Շատ կա ժողովուրդ ջան, իրականում get element by tag name, get element by class name, get element by ID, query selector Բայց ամեն մեկը իր օգտագործման տեղ ունի, չէ՞։ Հա, ես իրականում հիմնականում օգտագործում եմ կամ query selector կամ query selector all-ը, դի all-ը հələ կանցնենք, հա։ Այո, արդեն բոլորն է բեզ։ Ժողովուրդ ջան, գալիս եմ click եմ անում, ես էլ իմ input-ը։ Բա, ես ինչ բերեց։ Ժողովուրդ ջան, HTML-ի հենց 100 անգամ click արեք, 100 անգամ բացվում։ Հələ ընդդեմ։ Ժողովուրդ, ներողություն եմ խնդրում, եսի մի օգտագործեք հիմա։ Սա get elements-ը, սա հոգնակիով է։ Հա, դրա համար էլ այդքան Մի քիչ զանգված էր բերե, եթե ուշադրություն դարձնեի։ Գրենք լավ, եկեք լավ query selector-ով պայենք, հա, query selector-ով պայենք, որ զանգվածների դեպքում նոր կասեմ, էլի։ Դե մեկից գրեք input-ով բերի, թե չի բերի։ Query selector input კი բերի, չի բերի։ Опа։ Ահա։ Չէ՞։ Ահա, Վալեր ջան, հիմա input-ից value-ն ո՞նց ստանամ։ Input get value։ Input get value։ Այս input-ները ավելի հետաքրքիր է, ասեք տենակ ինչու։ Input-ի կարանք type-ը իմանանք Վիկտորիա ջան։ Ժողովուրդ ջան, ուրեմն console log եմ արել մենակ input-ի value-ն եւ input-ի type-ը։ Հա? Input-ի մեջ բան գրեմ։ Click եմ անում, բերում այն ինչ-որ մեջը գրած։ Որտեղ value-ն Value-ն այդ պայն է դեր։ Type-ը text-ը։ Հիմա եկեք, ասենք եթե Հա, type-ը միշտ text-ը։ Եթե ասում եմ Վիկտորիա ջան, հիմա input-ի type-ը։ Type-ը number-ել կարան։ Իհարկե, ասում եմ եթե type-ը input-ի հավասար է, ստուգում եմ կատարում։ Text, Վալեր ջան։ Հա? Եթե ասում եմ type-ը text-ա, ուրեմն input-ի get type-ը, ոնց որ Գուրգենը այսօր բանը օրինակը բերեց։ Փոխեք։ Սարքում ենք password։
Ինչպես են որ արդեն փակ էր բերում։ Ահա։ Հակառակ դեպքում input-ի type-ը պետք է Այստեղ հակառակ դեպքեր դիտարկել։ բա հետ չփոխենք, որ երկրորդ անգամ կլիկ անես, առաջին անգամ կլիկ արի, սարքես password։ Չէ, password-ից հետ չես կարողանալու բերես, դու եթե հակառակ դեպքի ես չդիտարկեմ։ Հա, ի՞նչ է նշանակում հակառակ դեպք, որ արդեն password-ը։ Եթե password-ը չսարքեմ input-ի type-ը text, այն աշկի icon կա, որ տեսած կլինի։ Աշկի վրա կտստում ես բացում է գրածը։ Հա։ Նորից ես հայտապարում, էս ենք սարքում։ Գնացինք 3 բան գրեմ հոպ չի երևում էլ, չէ, նայ կետիկներով բերեց արդեն։ Մի հատ է որ կլիկ անենք else-ի դեպքն է, չի աշխատելու Վիկտորը ջան։ Ահա, կլիկ։ Հոպա, հոպ։ Այո։ Նույն բանը արել են այդ աշկի կնոպկի վրա, այ աշկի նկարի վրա ասել են adevant listener ու գրել են լրիվ նույն բանը, ինչ որ ես իմաց դրան գրել։ Ասել եմ եթե input ջան քո տիպը text է, ջան։ Ասել եմ եթե input ջան քո տիպը text է, սարքի password։ Եթե հակառակ դեպք թե արդեն ինչ որ այն որ մենք կայք էինք հավաքում, այդ կայքերը հավաքելս արդեն այս միջոցներ։ Կարանք արդեն ֆունկցիոնալ դնենք մեջ։ Մենք այն ժամանակ ինչ հավաքել ենք ինչ որ մեռած կայք, որ ոչ մի ֆունկցիոնալ չի աշխատում։ Հա, պրոստը ինչ որ տեսք է, օքեյ, լավ, բայց ոչ մի բանի ինչի կտցնես, ոչ մի բան չի աշխատում։ Բայց սենց արդեն սով աշկի icon կարած դնես, աշկի icon կտցնելուց password-ը բացվի, փակվի, բան չի, ասենք 1000 ջան։ HTML-ից սկսում ես հավաքում ես, սա ստանում ես, սա ակուրատի ստանում ես, հա? Ու սկսում ես հետո ֆունկցիոնալներ։ Դուք զուգահեռ եք անում, ասենք օրինակի համար Կտոր ենք անում, հա։ Օրինակ կարող է ես մի հատ գնամ ես իմիջ խորքերի վրա մեկ բարդ բան անեմ, չգիտեմ, արմանը գնամ այդ ինքս կտորի վրա մեկ բարդ բան անի, կամ հետո կարող չգիտեմ, հավաք վերջում հավաքում ենք տեսնում եք միտեղ։ Բա այդ ոնց է։ Էդի այ եմ վերջում կասեմ։ Ամենավերջում։ Հա, ինքն էլ հետաքրքիր ուրիշ գործիք է, որի միջոցով կպցնում են իրար։ Բայց դուք հաստատ վիզուալ կոդով չեք, չէ՞ աշխատում։ Չէ, մենք վիզուալ կոդով չենք աշխատում։ Բա դուք ինչու՞։ Web store-ը կոչվում։ Բա մենք այդ նույն բաներով ենք, նույն գործիքա կազմում։ Գրեթե նույն բանն է, նույն կոդն է, նույն բանն է, պրոստը այնտեղ մի երկու հատ կնոպկա ավել կան, այնտեղ ավելի հարմարությունները շատ է։ Հա, այնի ավելի շատ է օգնում քեզի կոդ գրելու, տեղդ կեսը գրում է այդ։ Պրոստը օրինակ մենք էլ հավես չունենք նույն բանը դնես գրես արագ բերում են enter սխալը շուշուտեցում ես, էլի ներվես չկա։ Դուք արդեն գիտեք։ Դե հա, դու գիտես ինչ ես գրում, դրա համար դու enter սխալես, գիտես ինչին ես հաստատում, էլի գիտես ինչն է։ Եղավ քուրքի ժանես մոտ։ Հալո ջան, parza չէ։ Ահա, ուժեղ բա։ Համի ժողով ջան, այս նույն պրինցիպով կարանք օրինակ ոչ միայն text ու password խաղը տանք, չգիտեմ, կարանք տանք text-ից սարքի date, չգիտեմ, կամ ինչ որ մի вообще կամ ինչ ուզում եք արեք։ Իրա բոլոր տեսակի Ինչ գրածը ինչ ուզում եք արեք։ Ռադիո, Ռադիոից կարա checkbox դառնա, checkbox-ից կարա ռադիո։ Իրա բոլոր type-ները կարող ուղղակի օգտագործել։ Իհարկե, հա։ Դա հիմա հետաքրքիր բան ասեմ։ Այստեղ էսի տեղը որ ուներ օրինակ էսի Ջան, էսի տեղը ինչ չէ, սա input-ների համար էլ է պրինցիպի։ Սաղ type-երի։ Մնաց sense կարա իրաներ։ Տեքստը դառնա password։ Password-ը դառնա date, date-ը դառնա date time, ես չգիտեմ, sense կարա ձնագնդիկի պես իջացնես else-if-երով։ Վերջում նոր դառնա skip։ Այսինքն դու կարաս sense անես, լավ զադադի տվեցի ձեզ։ Հիմա տեսեք, լավ ժողովուրդ ջան։ Ուրեմն մի հատ եկեք մի հատ յուել, բայց ինչ բաներ, էս նույնն էր, էլի։ Հիշում ես այն ձեռով գումարանում։ Նա object էր։ Gateway գումարալիս Չէ, նա object էր։ 0 բանը։ Իով կորացի։ Նա բան էր, անչա։ Ես գումարում եմ։ Արմանն է դες տնային տվողները։ Նա չեմ հիշում object լիքը դեռ զանգվածներ կա։ Ինքնասպելիք է։ Սենց ասած 0-րդի, 1-րդի։ Արմանը գիտեք ինչ է։ Իսկ բա ոնց է իրաց դաստվել, իսկ բա դասի վերնագիր ասել եմ, նա ասել է դե ինքներ գուշակի։ Իսկ գուշակի չի տակ։ Մի 4 հատ քառակուսի է դրում իրանքով։ 0-րդի, 1-րդի, 3-րդը։ Գումարած 4-րդի։ Բա ոնց է եկեք ստանում։ Հատիկ, հատիկ։ Հանկարծ միած սխալվի, սա Ձերքով գրում էի։ Գոհ ջան, ուրեմն ունենք մի հատ յուել,
որի type-ը Երևո։ որի type-ը OL-ն էր, որ հռոմեականն էր։ Չէ։ UL-ն էր, որ հռոմեականն էր։ Չէ, սպասի OL-ն։ չէ, OL-ը, որը բանը բդիլներ OL-ի մեջ կա UL-ն էր։ Լի էր, ներողություն։ Եր։ OL-ի մեջ կա լի էր։ Հա, ահա, այս։ Ուրեմն text, OL-ները type-ն է։ text, իհարկե։ մեկ երկրի չէ։ Դե ինքը զավազքը Type-ը կարամ տամ I, հռոմեական։ Ասի քարոմյանն է։ 4 հատ բան։ Type։ Տես հռոմեական 1-2-ա գրի, չէ՞։ Հա, հռոմեական 1-2։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ JavaScript-ով button-ին կլիկ անելուց Type-ը փոխի։ կամ եկեք OL-ի վրա կլիկ անելուց գրեմ։ OL get type Ուրեմն սա ջնջում ենք։ Գրում ենք constant OL-ը հավասար է document get element by ID, հեսա դրան բան կտամ, ID կտամ, չէ՞։ ID հավասար է list ինչ որ։ Այն բանով ենք անում, ID անունով ենք անելու document-ը։ By ID-ով եմ արել, հա։ Դրան չես գրում։ Տես մեզ նայես։ Ոնց է, երբ տես ոնց է քեզ բան։ Okay, եթե շեղվելուց ավելավան է։ Ինչքան հասցնեմ գրեմ։ Մի հատ OL ունենք, ID-ն տվել եմ list, type-ը տվել եմ հռոմեական։ Մեջում 2-3 հատ բան։ Թե հենց մեր դիվի մեջ է։ Դից էական չի, չէ, առանձին այն div-ի հետ կապ չունի։ Հա? Դիշնիկա պետք։ Որնա։ Շատ հերոք տանը թերմիկը։ Ջան, Ուղղակի տեքստ 1-1-2-3-4 գրել։ Ջան, հա, էական չի այդ մեջի տեքստերը ժողովուրդ ջան, ինչ ուզում եք։ Ջան, type-ը հավասար է։ Չէ, դրանից առաջ ստորակետում է։ Չէ, իհարկե չէ։ Տարբերություն կա ID-ներից սպիսկերում, թե արդյոք։ Вообще տարբերություն չկա։ Просто հարմարության համար որ կապտալ է։ Էս տաբը ուղղակի գրել։ Ջան, մեծատապ իա, Վիկտորը չէ։ Դու գրի type ընդեղ կբերի։ Ստորակետի տեղ է դեր։ Դու գրի type ընդեղ կբերի։ Դու որ type-ը գրես ընդեղ կբերի։ Չի բերում, ձեր պատասխան բերում այն։ Ընդեղ կա կարտորալը։ Մի հատ Ջան, մի հատ էլ գնացեք են միշտեր։ Չես է։ Հա, հալա հեժոշնի չկրում։ Հետո ինչ դառնա։ Всё, գրել ենք։ Okay։ List-ը գտանք։ Ասում ենք OL ջան։ Քո վրա alt-event listen-ներ եմ անում։ Mouse enter mouse enter Աչքով դերով չոն դիշ։ Միշտ բերում ա։ Հա։ Էսը բերում ա։ Էսի շոուեր։ Ինչքան ուրախաց։ Ես mouse-ը, այով եմ գրում։ Move որ գրես, ինչից սպասես ինքը բերելու։ Եի տեղը մի եմ գրում։ Ես խոսքի Քեզ տալիս հետո անգլերենի դասեր ուղարկենք։ գրած ստորակետ function է։ Բայց պետք է այդ լուրջ։ Ինչ ես անում։ Պետք է։ Կարճ մեկ է փարի տաները։ Ես գրում եմ просто function-ն եմ։ Հա, Բան չկա, չէ՞, դասը։ Type-ը ինչ է տալիս։ անգլերենը ժողովուրդ պետք է զուտ ժամանակի ընթացքում գործի հետ, տենց ծերի հետ, էլի։ Չէ, բայց եթե չիմանաս դրսից գործեր դժվար։ Այդ եմ ասում, հա, այդ գործի ընթացքում պետք է Կամ գա։ պետք է միշտ ինչ-որ մեկի ձեռքի տակ աշխատես, որ քեզ գործ տա։ Դե հա, իրականում մոտակա հավատամ 3-4 տարին դու ուզես աշխատես։ Դե հեչ։ Այդ 4 տարվա մեջ կհասցնես, հա։ Հա, դու ռենջը չքշա։
ով է այսօր արդեն գործի գնում, մարդկան այսօր գործի էր գնում ոչ մի սովորած։ Տեսեք, Ժորժը։ Oily type-ը հավասար է A։ Ինչ է։ Իսկ մեդոտար այո, ամսկսում համարակա։ Այսինքն նայեք, հենց hover անենք, Ժոր, նայեք, հոպ։ Նայեք։ Hover-ը կարը։ Հա, mouse-ը enter-ը hover-ն է։ Բայց oil-ի վրա են որ այս նոր դու փոխում։ Հոպ։ Փոխես, всё, անվերադարձ։ Իսկ ոստասի չեն կարա, իսկ սանկտիվ է բասի որ ստարտան։ Նայ, Վալո ջան, գրեցի oily type-ը հռոմեականից թոսարկի A, եթե mouse enter անում։ Հիմա հակառակն ենք Mouse գրում։ over։ Mouse enter։ Հա, շատ կա այդպես, mouse over, mouse enter, Mouse over-ը հակառակը չի, թե չէ։ mouse leave կա։ Mouse enter ու leave, Leave, հա, հա։ լքեց, mouse-ը լքեց։ Եկեք նույնը կոպի արեք, Ժոր, տակը գրեք mouse leave։ Վալեր ջան, ի՞նչն է, թե հասկացար արդեն ինչա կատարվել։ Հա։ Ասում եմ հենց մկնիկը բերենք Գուրգեն ջան, բանի վրա, oil-ի վրա, դառնա A։ Հենց հանենք դառնա I։ Համաձայն ես Վիկտորը։ Կամ կարամ փոքրադառի, տեսեք ոնց հավեսները տալիս է ոնց է։ Չաշխատա, հələ արես աղջիկը արդեն ազնով է։ Մի վարքան։ Ահա։ Mouse Հոպ։ 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 Mouse leave-ն է, հավանաբար սխալ։ Լեավ է, էլի։ Հա, լեավ է, mouse է։ Mouse-ը լեավ է։ Վիկտորիա։ Ես կհասկանամ, ինքնուրույն Շատ չի։ Ես մե արդեն սպանելով սպառվեմ, այստեղ։ Արդեն դեր։ շագերտ է դրում։ Մի բառում դրում, բա։ Ժող տեսակ ինչ է։ Ստերից մի հատ պետք է թել։ Ինչ թել։ Որով չեսնում դրա։ Ինքը հաճախ բան է։ Ժող տեսակ չէ, որ ասում էի դոմը հեշտա չէի տեսնում։ Հա շատ հավես է։ Տեսեք ինչքան հավես ու արդեն, տեսեք երբ որ դուք JavaScript-ը ֆունկցիան գիտեք, սա ձեր համար արդեն դառնում է ինչ-որ չափով խաղողված, այսինքն այստեղ էլ բարդ հասկացողություն Բայց ունի։ ուղղակի մեծ խնդիրներ չեն դուրս դեռ, կարող է ինչ-որ մեծ խնդիրներ Մեծ խնդիրները ուղղակի դա փոջուր խնդիրների հավաքածու է։ Այսինքն երբ որ փոջուրները դու կարող ես մեծ ուղղակի շատ ալ։ Նույն բանը Մի որ գրենք if, եթե type-ը հավասար է I, ինչ դառնա I։ Կարելի mouse enter-ով մենակ անել, այսինքն փոխել, եթե type-ը հավասար է I, սարքի բան։ Էլի բայց mouse enter կգրեի։ Հակառակ դեպքում սարքի A։ Բայց մենակ mouse enter կգրեի, եթե mouse Այո, enter չէին։ այո, ես ուղղակի երկու event օգտագործելով արեցի, ինա դու արեցի, էլի արել ենք։ Նույն գործողությունը մյուս Mouse over-ն էլ երբ որ վրան պահած չի, այդ ժամանակ թողնի, երբ որ վրան էս բերում թող փոխվի, դա mouse over-ն է։ Mouse over-ը չեմ հիշում, եթե անկեղծ ինչ։ Mouse enter-ն ու mouse այս հմի որ գրել ենք, նույն բանն է, ինչ որ ես mouse enter Mouse enter, mouse leave, ես սովորաբար այս սրանք եմ օգտագործել ժողովուրդ, հələ գնամ mouse enter։ ChatGPT-ն ասում էր, որ հակառակն է այն, ոնց որ վրան պահած չի, ոնց որ տենց էր ասում ChatGPT-ն։ Ուրեմն դե on click-ը գիտենք, on double click-ը գիտենք, mouse down, mouse enter, mouse leave, mouse move, mouse out, mouse over, mouse out, հարավուշումի օփի սարը նույն Չէ, նույն գործողությունը չի։ Չէ, կա փոջուրիկ տարբերություններ, բայց Որ հավաքածու նույն հավես կա։ գործողություններն է տարբերություն չէ։ Չէ, մի շատ աննշան փոփոխությունների մասին է խոսքը։ Հմի որ ես մեր գործողությունը mouse Սա դու բոլոր օգտագործում ես։ կանչել է հմինա այս բաթանի օրդան կտամ Սեր թարմատիկ կանչելի տեղալում մեջ է կտենքի Չէ, մի բան էլի հենց իրար մենիգը տանենք Ինչ-որ ժամանակ հետո կատարվել, Չէ, հմի այս գործողությունը հովերի ժամանակը նու մենիգը տարար հասցեի տեղ, բայց հենց քաշեցի ինքը էլ չի անել գործողությունը Թող երկու, բայց հանես մենիգը վրայից երկու վարկին հետո անում Հիմա նայեք ինչ ենք անում։ Ասում եմ հենց mouse enter եղավ, oily type-ը սարքի A։ Բուկվալն է set timeout, տակից գրում եմ set timeout։ Ասում եմ բուկվալն է ախպեր ջան, 5 վայրկյան հետո, 5 վայրկյանը դա 5000 միլիվայրկյան, չէ՞։
ասում եմ բուկվալն 5 վայրկյան հետո օելի type-ը սարքի հեռոմյակը։ Հա? Թեկուզ եւ վրան պահած։ Այո։ Հա? Գնանք տեսնենք ինչ կստաց։ Այ, գնանք։ 3, 2, 1 գնաց հետ հաշվարկը։ Նայ, մտիկին ձեր չեմ տալու։ Հոպ։ Այդ որ հանես վրայից։ Հանեմ mouse lever չեմ եկել։ Պետք է որ Հիմա նայ, նորից որ բերես պահես սարքելու a, թողում եմ իմ համար։ Նայ, մտնիկը լրիվ ուրիշ տեղ։ Հայ Ընդեղ mouse lever փակած է։ Սրա չէ որ բան անց որ պայցի թողին վրա են, ես ասի այդ Կապ չունի չէ։ Բայց mouse lever հանած է, որ mouse lever հանել, ես նույն վարքյանն է դուս։ Այդ պահին է հենց կլներ, հա։ Հա? Բարձա չէ ժողովուրդ ջան։ Շատ բազմա հետաքրքիր բան է։ Մենք արդեն ծրագրավորողներ վերցրեք այս գնացինք աշխատանք։ Եկեք մի հատ հետաքրքիր բան բացատրեմ բայց։ Օելի հովերի ժամանակ։ Չէ, Այսպես մեր դուրը տալիս է։ Ձեր չի տալիս։ Չէ, ուղղակի մի հատ փոքրիկ հավելում եմ անում, որ տեսեք, իրականում կա նաև sense մի բան։ Մենակ քլիկներն են, քլիկնա, ուրիշ բան չկա։ Mouse leave, mouse move, mouse. Հա, մեկել է դա։ Double click. Ահա, всё։ Այսօր որ Այս ցուցակը նոր բացել է։ KPS-ի ինչեր է։ Դրա Ժողով, mouse-ինը շատ չի, ժողով ջան։ Այս mouse-up, mouse-over բան, sense փչեցին Չէ, ես նկատեմ ուրիշ դեպք չկա, կամ քլիկա կամ վրան բան։ Դե մկտիկով ուրիշ ինչ կարաս անես։ Տեսնայ հարցը։ Դու ես մկտիկով։ Որ էլի կլավիատուրայինն է։ Կլավիատուրայի եւ ընկներ կա։ Այս բաները կլավիատուրային հանեն։ Այս մեկի պահավերը որ կանում ես ու աչքն ես սրբում պատվանը։ Էդի տես, էսի արդեն համակարգ չէ, բրաուզերը չի դա ժողովուրդ։ Չէ, հիմի որ Absolut էսի քոնը չի էս։ Աչ քլիկը ժողովուրդ միշտ մերը չի։ Հա, հասկացա, հիմի որ մենք օրինակ ուզում ենք տանենք նկարի վրա, բայց քլիկ չանի, աչ քլիկ անի։ Էդի շատ բարդ է հասկանալ, արդյոք աչ քլիկ արել թե չէ, որտեղ աչ քլիկը սովորաբար չի պատկանում JavaScript-ին, լավ, սենց ասեմ։ Որտեղ աչ քլիկը օգտագործում է հենց բրաուզերը։ Նայ, ուրիշ պատվան այն կբացում։ Այսինքն դա քոնը չի։ Հա, մեր աչքն է։ Դե, ապրելու բանը հասկանում եմ, ես աչը բացել, այս տիպի ուրիշ բան է։ Ահա։ Մեր մեքենայի։ Բալեր ջան, դու ինչ էիր հարցնում։ Բանկային քարտ ստանալը Ուրեմն ինչ ալնում։ Նոր կարացանք, չէ՞, մենք input-ի մեջ գրածը վերցնենք JS-ով։ Get value արեցինք, չէ՞։ Ահա։ Ստուգում հաստատումը մենք պետքա Վալեր ջան, ուրեմն վերցնենք այդ ինֆորմացիան, հավաքենք, լցնենք օբյեկտի մեջ։ Name-ը հավասարա get input-ի։ Կարանք ունենանք Վալեր ջան, այո։ Մենք օրինակ այդպես բան պետք է դատակ օբյեկտ ունենանք ու բայց կներես մի հատ բան ասեմ։ Հիմա որ մենք դա օբյեկտը ունենք դատակ, բայց ինքը պետք է նաև ունենա k։ Այո։ Name-ը, բայց Input-ի name-ը պետք է տաս արդեն։ Name-ը պետք է ինքը լինի դատակ չագեր, թե դա ոչի բան։ K պետք է տաս, հա։ Օրինակ ընդեր չէ, եթե նայես վայլում բարդադիրա, որտեղ վայլում space Օբյեկտներն ու վայլուները։ Դու space պետք է տաս իր վայլում։ Դու արդեն space պետք է տաս վայլում։ ասեմ էսա։ Դու space պետք է տաս արդեն իր վայլում։ Չէ, value-ն input-ի մեջի գրածն։ Այդ եմ ասում։ Չէ, դու պետք է step գրես։ Name, ոչը այդ օբյեկտի name-ը, get name-ը հավասար է ինչ-որ բան։ Ոնց հակառակ, բայց k-երը ունենք մենք միշտ։ Value-ներն ենք միշտ տալիս։ Գնացինք։ Գլաս հավասար է for input Այսի կալ չգլիկ մատ նայեք որ սրանով խնդիր value հավասար է value չեմ գրի չէ value բացարձակ չեմ input type-ը text եմ սա գրելու կամ եկեք սենց անենք առաջինի type-ը լավ եկեք տամ որպեսզի բան չէ type-ը text եւ տակ գրում եմ input type-ը password
Ահա։ Ներքևում Վալեր ջան, մի հատ բաթեն կդնեմ։ Իրենք login, չէ՞, login եղել եք, չէ՞, լիքը տեղեր։ Ահա։ Բաթենին կտամ ID, անունը կդնեմ login։ Կամ հենց կարանք փոքրատարով պստի գրենք login։ Ուրեմն input-ին name կար, չէ՞, attribute։ Name-ը տամ passport։ Սրան է տամ name-ը հավասար է login, չէ՞։ Կամ չէ անուններ տամ։ Ահա։ Ենթադրամներով է դրանք իրաց։ Okay, համաձայն եմ։ Ուրեմն գնում ենք JavaScript-ին, խնդրում ենք ասում ենք հարգելիս։ Այն անձնավորությունը, որը click կանի մեր login button-ին, չէ՞ Վիկտորիա։ Էլեմենտը, չէ՞, այն button-ի անունը login եք դրել, ID։ Ալեր ջան գնացիք թե button-ըս։ Ահա, Գուրգեն ջան, պետք է գրանք ադևենտ լիսը։ Click անելուց պետք է աշխատի Վիկտորիա ջան, չէ՞, save-ին սխմելուց կամ այտենց ինչ-որ բան։ Ինչ պետք է անես Վիկտորիա ջան, պետք է գնաս երկու input-ների արժեքները վերցնես։ Ահա, պետք է գնաս։ Ուրեմն գնում ես ասում ես հարգելի browser document constant name-ը կամ չէ ներողություն login-ը հավասար document query selector ուրեմն input որի type-ը հավասար է չեք հիշում CSS-ում գրում էինք որի type-ը չէ name-ը որի name-ը հավասար է login CSS-ից է եւ տակից գրում ենք հա այդտեղ մոտիկ նստի login այս մեկին է password ասում ենք password որի input-ի name-ը հավասար է password CSS-ում էլ են գրել Վիկտորիա ջան հետո որ մի հատ բան անես կհիշես այս մասը console log login ներքևում console log password Մի հատ ամփոփ եմ, ինչ արեցի։ Նախ button-ի վրա click կախեցի, որ button-ին click անելուց ես document-ին խնդրեցի, որ գնա գտնի այն input-ըս, որի անունը login է։ Վիկտորիա ջան, HTML-ում մենք տվել ենք, որ այս input-ի անունը login է։ Վալեր ջան, տակի input-ին տվել ենք, որ քո անունը password-ը։ Այսինքն ես երկու հատ առանձին input-ներ պետք է վերցնեմ, login-ը եւ password-ը։ Այտենց է արեցի։ Գնում ենք վստահ լինելու համար։ Գրեցի սա, login։ Երկու հատ input ա բերել։ Login get value չէ։ Sense չէ Վիկտորիա։ Հա? Input-ից sense չենք իր արժեքը վերցնում, sense էինք վերցնում։ Վալեր ջան, գնանք տենանք։ Ինչ ողվեց մեր կյանքը, այ քեզ հրաշք։ Ստե գրում եմ այր։ Իմացիք որ այր ա գրած։ Ահա 1 2 3 1 2 3 ու ա, չէ՞։ Հա, դա վերջնական կամպանիա։ Զուտես, ահա։ Ժողովուրդ, հիմա մի հատ օբյեկտ ենք սարքում։ Ինչ ենք օբյեկտ սարքում, Վիկտորյան հարցում է, բա օբյեկտները ինչն են։ Name-ն ու value-ները։ Բայց դա ի՞նչն է սարքում։ Էսի մի որոշ ժամանակ հետո Վիկտորիա ջան, ուրեմն դու պետքա այդ ամբողջ ինֆորմացիան ուղարկես backend-ին։ Հա, ուղարկենք տվյալների բազա։ Backend-ը չի կարա հատ առ հատ քո արժեքները վերցնի։ Իրան հետաքրքիր է ընդհանուր փաթեթը։ Ոնց է, չէ, ինչ որ օրինակ տուրիստական դիմելու համար կամ դեսպանատուն դիմելու համար դու պետքա թղթերի փաթեթ հավաքես։ Հաթաթու չես տանում դեսպանատուն ախպեր։ Հավաքում ես այդ պապկի մեջ ես սավ լստում տանում ես այդ պապկին մեր դեպքում օբյեկտն է։ Բաներ կա, լիքը միլիոն ձեր value-ներ կա, այսինքն միլիոն հատ passport-ներ, ինչ միլիոն, շատ, բա այդքանը ոնց է հիշել։ Ամեն անգամ click ես անում։ Ինքը ոչ մի բան չի հիշում, ամեն անգամ ես ամեն ինչը 0-ից է կատարում։ Ֆունկցիա ես գրում։ Ինչ է տալու backend-ին։ Ֆունկցիա ես գրում։ Այս քո այս պահին գրած, չէ, քո այս պահին գրած login ու parole, այդ օբյեկտը։ Ահա, դու այս պահին գրեցի, ինքը այդքան ինֆորմացիա հավաքում։ Ուզում եք ասեք ասում login-ները, parole-ները, ինքը այդքան անգամ պահպանում։ Ամեն կայք իրան։ Բայց ո՞նց։ Ամեն կայք իրանը տվյալների բազայում սերվերներում պահում։ Այսինքն դու գրանցում ես այդ տվյալները որ միտեղ պետք է պահի որ հետո ստուգի, չէ՞։ Բա։ Հենց որ դու բան ինչ է, հիմա կինո կար է,
Հա, չելեզնի չելաբեք, չելնեստիցելի միջի ալտրոյին որնա է կտենը։ Հիմա Այսինքն դա մի հատ օբյեկտ է, իր մեջ պահած, որտեղ մեր բոլորիս կոպիտ ասած մեր Facebook-ի անուններն է ու վարյուններն են մեր փասվարդը։ նայած ոնց կպահեն, ոնց ինչ ֆորմատով կպահեն։ Ես գիտես ինչ եմ սենց հավաքում, Վիկտորիա ջան։ Հիշում ես, որ մենք խնդիրներ էինք լուծում, ունեինք զանգված։ Զանգվածի մեջ կային օբյեկտներ։ Օբյեկտները ունեին first name, last name, email։ Մենք հիմա դրա հակառակ կողմից ենք գալի, Վիկտորիա ջան։ Պատկերացրի ինչ եմ ասում։ Այստեղ դու ես սարքում։ Հələ սրան լրիվ առանձին անդրադառնալու ենք։ Նայեք, մի հատ Հաջող, ասա, իհարկե։ Նայեք, հիմա այսինքն այս օբյեկտը դուք սարքում եք զուտ նրա համար, որ այն մեր վերևի լոգիններն ու փասվորդները պահպանում։ Ես չեմ կարա պահեմ, դա իմ գործը չի, հա? Պահելու համար կա լրիվ առանձին տեխնոլոգիա։ Բայց դու պետք է ուղարկես, չէ՞։ Հիմա պատկերացրու սենց սիտուացիա։ Դու եթե քո պասպորտը, ծննդյան վկայականը կամ չգիտեմ, ամուսնության վկայականը եւ այլն, դա ամեն ինչ հավաքում ես մի հատ ընդհանուր օբյեկտի մեջ, տանում ես դեսպանատուն։ Հա։ Իրանք դա պատճենում պահում են իրանց մոտ։ Հա։ Չէ՞։ Թե դու քո արժեքները քեզի պետքա պետք չի, դա իրանց հետաքրքիր չի։ Դու կարող ես դուրս ես գալու, դու պասպորտ ազնագիր, սա թղթերը սկսում ես զիվելի գնում ես, իրան դա հետաքրքիր չի։ Ինքը մեկը պատճենելու է դա ու պահի իր մոտ։ Հա? Այսինքն տես, բայց դու ինչ-որ մի ձևով պետք է փոխանցես, չէ՞ իրան, Վիկտորիա ջան։ Մենք հիմա այդ փաթեթն ենք կազմում, որ այդ փաթեթը ընդհանուր տանք իրանց։ Հա? Որտեղ երբեք Ոչինչ, նորմալ է, լրիվ նորմալ է, դա մի հատ ուրիշ խնդիր կա, որ դա լուծենք ավելի պարզ կլինի ինչի մասին է խոսքը, էլի։ Նայ, ինչ լրացնում ես լոգին։ Հոպ, տես օբյեկտով սիրուն պահեցի։ Հեսա որ մի հատ է քլիկ անի, որ լրացնում ուրիշ բան։ Ամեն անգամ թազա օբյեկտ եմ սարքում, նայ։ Ամեն անգամ թազա օբյեկտ եմ սարքում։ Հա? Որտև այս ֆունկցիան, ժողով ջան, այս ֆունկցիան ամեն անգամ 0-ից աշխատում։ Դե որտեղ ինքը ֆունկցիա է, փողի նման բան է։ Ապրես ինքը ամեն քլիկ անելուց կատարվում է 0-ից։ Ֆունկցիա 0-ից կանչում։ Այո։ Վալեր ջան, բարձր ես մասը։ Հա, հա։ Ժողով ջան, իրականում ես այս հավաքած օբյեկտը Վիկտորիա ջան, կարող է Ոչինչ, ես նրան հլա անդրադառնալու եմ։ Ուրեմն տեսեք, եկեք հենց մի հատ ամփոփենք, հասկանանք ինչ գիտենք, էլի ժողովուրդ, հա։ Հասկանան, որ ինֆորմացիան բավականին դենց բաբացին մեծ ստացվեց, բայց որ ասեմ բարդ չէ, բան բաներ է, պրոստը կարող է շատ է, հա։ Էսի լրիվ առանձին հանգիստ անդրադառնալու։ Այս պահը նորից։ Նայ։ Որ դուք ոնց որ իրան օբյեկտի մեջ եք պահում, որ ինչ։ Մեկը դուք իր արժեքը հանդեպ կարող եք փոխել, այդ պահը չի հասկանում։ Նայ, հիմա սենց մի բան ասել, Վիկտորիա ջան, մոռացի լոգին բառը։ Հա? Okay, պատկերացրու, Excel-ով գործ անելուց դու չէիր կարա սյունյակների մեջ ամեն անգամ բան գրի։ Ցես պատկերացրու, որ ուզենայի ինչ-որ միտեղ նոր տող ավելացնեի, մի հատ պատուհան էր բացվելու, մեջը գրեիր, այնտեղ ավելանար, մեջը գրեիր, այնտեղ ավելանար։ Հա, մենք կոդ ենք Տող դրա համար։ Այ ապրես, պետք է զանգված պահեիր, չէ՞ որ սա լցնեիր մեջը։ Հա, մենք մի հատ նախնական ունենում ենք հավաքած կոդ, որ ամեն բազային կոդ ենք ունենում, որ օրինակ հաշվարկանելու թիվում դաշնական թիվը անդադ մեծ տա, ամեն ամսվա ամեն Չէ, ավելի շատ ստեղ բանն է, պահելու հարցն է, ոնց պահենք, որ ցույց տանք։ Նայ, ֆունկցիան Հա? որ ամեն անգամ կանչում քլիկի, որ դուսում է զանգված ունենալ, չէ՞ զանգ, փոշաների։ Կարա փոշաների մեջ, մենք օրինակ կարենք ռեգիստրացիա սարքի։ Զանգվածը գրգես ունդեղ, Կարա զանգվածն է վերոշեն բազա։ Պրինցիպի է միտքը։ Ինչ որ բան պետք է այդ ֆունկցիայից ամեն ինչից դուրս պետք է ունենաս, որ սա լցես այդտեղ։ Եթե ես օրինակ ապրես, եթե ռեգիստրացիա անենայի, ես այս ամբողջ ամեն անգամ այդ լոգին Instagram sign up-ին սխմելուց, ես այդ ամբողջ ինֆորմացիան կհավաքեի, սարքեի մի հատ օբյեկտ, գցեի զանգվածի մեջ։ Հաջող կգա։ Չէ, իրականում ես մի հատ լրիվ առանձին Բայց սենսորնայի դու գրել ես, առանց այս քլիկ։ Ապիշնի բանով գրել ես, բայց առանց քլիկ։ Նայ, հիմա չես պատկերացնում, հա? Իմաստը կպատկերացնեք մենակ այն ժամանակ, եթե մի հատ ուրիշ խնդիր գտամ, նոր կպատկերացնենք։
Լրիվ նորմալ է։ Չի։ Մի հատիկ օբյեկտ ավելացել։ Ուղղակի ուզում հասկանամ օբյեկտի նայ։ Օբյեկտի մեջ պահելու իմաստը, դա հիմա Որտեղ չեմ ինքը մեկը կարող։ value, մեկ ասես տենց եւ value-ն էլ է անդադ փոխվում, առանց դրա մեկը կլիկ անելուց հետո փոխ այնտեղ ուրիշ բան գրելուց մեկը փոխվում է։ Մի հատ Ես ուրիշ, էլի չեմ մի հասկանում։ հատ լրիվ ուրիշ օրինակ որ գծեմ, հա, այսքան էլի այս թեմատիկայի շրջանակ։ Այդ ժամանակ նոր Վիկտորիա ջան, համար պարզկելի ինչ իմաստ։ Հիմա հա ճիշտ ես ասում, իմաստը որն է, վերջում օբյեկտի մեջ եմ ավակի կոնսոլ լոգ եմ անում։ Հա, այդ դեպքում իմաստ չունի, բայց երբ որ ես սա ավելի շարունակեմ, էսի դե հոսած չեմ թողնում, էսի կիսա խնդիր է։ Այդ կիսա թողած բան։ Կոնսոլ լոգի տեղը ոնց որ անակ այդ push Կարող ինչ որ զանգվածի մեջ լցնեմ ամբողջը։ Հետո տանեմ HTML-ում սիրուքսից։ Ոբշեմ հետո հաստատ իմացի սա full կպատկերացնես, հա։ Հա, ես մի բան եմ, Վիկտորիայի զանգվածների օբյեկտը շատ է վախեցնում։ հա, Զանգվածը չէ։ Հենց եկել լսում Զանգվածը չէ, օբյեկտը։ Ոյ Զանգվածը չէ, օբյեկտը։ Ես օբյեկտով խնդիրը լուծելով մի սարքում զանգված։ ամենապարզ բանը օբյեկտն է, ես ասեմ։ ամենաս վատը օբյեկտն է։ Հա, չէ։ Չէ, ամենավատը զանգվածը։ Չէ, զանգվածը հեշտ է, Լսի, գիտես ինչի համար, որ այնտեղ լիքը պրոցեսներ կա, որ օբյեկտիվը չկա։ Հա, օբյեկտիվը ոչ չկա։ Բայց դերեց ամսյո։ Մենակ է։ Կրճա դերեց ամսյո։ Ահա ոչ, այնտեղ որ հասցրի սա։ Հա, զուտ այնալ բանը, որ շարը շատ մանր է, որ մանր է ալնում, ուզում ես բրոձի ամեն ինչից դա օրինակ գուցես, մեկ է ժողում են ժամանակը թռնում է դերում։ They not input, input-ների Ուզում եք էսի։ Դե հա, դե արդեն բարձությունները խնդիրները տեղիքսին։ Մենք էսի հետո կարա խոսքից օբյեկտները զանգված։ Այո։ Այդտենց հերթով Նա դες կարանք հետաքրքիր բան սարքենք, որ խոսքի բան լրացնես, կողքը սիրուն ավելացրած ծերևը։ Դու ցույց տաս HTML-ը։ Բալեր ջան, սա բարձ է։ Հա, բա, հեսա բանից թեման որ էսի որ եղա, հա, զանգվածը եղավ, սա եղավ։ Հեմիստեից այդ հա գույնին փոխելը բարձ բան, բայց հեմի որ գտարանք էսի այդիկ ինչ որ տեղ։ Ես դեմերում պիտի կարդացվելի է։ Կալ մեր ձևը չի։ Չես կարա իններ HTML-ով մի բան չէ, հեմին այ այդ դիվի մենք դիվ ենք գրում, այդ դիվի մեջը այդ աղյուսակը որ կա։